Դեր Հիսուս Քրիստոսի անունով ուրախ ենք, որ միասին պիտի գտնվենք այս մի քանի վայրկյանները եւ Տիրոջ ներկայությունը պիտի վայելենք մենք Տիրոջ խոսքին շուրջ, ուր որ կհավաքվենք Տիրոջ խոսքը սերտելու Տերը այդտեղ ներկա է այն անգերտ սրտերը, որ կսպասեն Տիրոջ մեր խոսքը ստանալու, Տիրոջը ծանոթանալու, Տիրոջ հետ ավելի խորքին երթալու։ Ուրեմն այս ուղի եթերը պիտի սկսի մի քանի վայրկյաններեն, ցեզ ժամանցուն կտանք մի քանի վայրկյանեն։ Ուրեմն գանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, որովհետեւ բոլորս միասին վերակտնենք իրար այս եթերի մեջ։
խոր հրթական հավիտենականության հայր սքանչելի խոր հրթական հավիտենականության հայր աղության իշխան ով զոր աստված քո արքայություն չունի սահման բարձր է քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր Հզոր մեր դիրոջը փառք եւ բադիվ եւ օրհնություն հալելույա այո մեսիան մեր հզոր Հիսուս Քրիստոս փառքը լա երրորդության մեր դիրոջը այս գեղեցիկ բահը որ մենք կտեսնվենք կհավաքվենք այստեղ դիրոջ փառքին համար երրորդության մեր Աստվածը թող փառավորվի թող ամեն շունչ թող օրհնե դեր ամեն ձուն գծրի ամեն լեզու տավանի որ դեր Հիսուս Քրիստոսն է միակ ճանապարհը միակ ուղղությունը մարդը փրկելու մաքրելու սրբելու եւ հավիտենական կյանքին բարգեւելու օրհնյալ է մեր դերը բարի եկաք սիրելի եղբայրներ այս ուղիաթեր ծառայությանը որ կսպրվի Փարիզեն ուրախ ենք ցես գտնելու ցես վերագտնելու ուրախ ենք դերը մեզ բահեց մեկ շաբաթ նեղություններ դժվարություններ խնդիրներ դժկողություններ փոքներ ուրախություններ հրաշքներ նորություններ դերը նույնն է երեք այսօր հավիտյան այդ մարդուն համար որ Տիրոջ կփնտրե իր ամբողջ սրտով եւ հոգիով եւ ուրախ ենք որ դու գալ այստեղ եք դերը բահեցես նաեւ որովհետեւ միասին ունենանք այս բահը իր փառքին համար իր խոսքին շուրջ Երանի հավատացյալները Քրիստոսի հետևորդ հավատացյալները ինչպես իրենք կսեն Երանի քիչ ավելի Տիրոջ խոսքին մեջ մնային Երանի քիչ ավելի գանկնեին եւ Տիրոջ երեսը փնտրեին Երանի քիչ ավելի աղոթքով եւ խոնարհությամբ Տիրոջ առաջ կային Երանի ավելի շատ երկրորդական ցայները գանկնեցնեին եւ Տիրոջ ներկայությունը վայելեին Երանի Տիրոջ խոսքին մեջ մնային ինչպես դերը գսե երբ ես դուք իմ մեջ իմ խոսքս ծեր մեջ Երանի այդպես լար եւ անոր համար է որ այսօր աշխարհի 4 կողմը Քրիստոնյա անունը այսօր գանարքվի աշխարհի մեջ Քրիստոնյա անունը գանարքվի աշխարհի մեջ քանի որ քրիստոնյա ըսված մարդիկ շատ քիչեր Գաբրին Քրիստոսագետրոն կյանք շատ քիչեր Քրիստոսագետրոն կյանք մարդ որ Քրիստոսի հաճեցնելու համար Գաբրի թող դեր մեզ օգնե եւ այս մեր ծառայությունները որ հոսեն այս ծառայությունները օգնե քեզ ինձ բոլորս որ մենք կարողանանք Քրիստոսի հաճելի Քրիստոսի հետևորդ աշակերտներ դառնանք իրենը լա փառքը եւ բադիվը եւ օրհնությունը բարի եկաք մեմ եւս որտեղ են որ գմիանակ Աստված օրհնե մեր այս ուղիաթեր ծառայությունը Սամոս 120 առաջին երկու համարները գսե հետևյալը Իմ նեղությանս մեջ դերոջը աղաղագիցի
ու անիգա ինձի բադասխան տվավ։ Ով դեր բրգե իմանցս սուդ շրթունքներեն եւ նենքավոր լեզվեն։ Ավասիկ այստեղ գտեսնենք Սամոս 2 իր նեղության մեջ Տիրոջ անունը գանչե, դերը գբրգե, դերը գլսե աղագը, դերը գլսե խոնարին աղագը, դերը գլսե խոնարին աղոտքը, դերը գլսե խոնարին հրջվանքը, իր սրդի ցավը կհասկնա գտեսնե, դերը գսե գանչեցի եւ ինք պատասխան տվավ ինձի, օրտնյալ է մեր դերը, որ պատասխան գուտա, բայց ոչ բոլորին, պատասխան գուտա խոնար սրդին, պատասխան գուտա հեզ ու խոնարին, պատասխան գուտա իր երեսը փնդրողին, պատասխան գուտա այդ մարդը, որ ամբողջ սրդով Տիրոջ պատրաստ է լսելու եւ հետևելու, այդ մարդը պատասխան կստանա։ Եվ այստեղ զարմանել ցեվով հաջորդ համարը գսե դեր բրգի իմ անձս սուտ շրթունքներ են, նենքավոր լեզվեն։ Ավասիկ շրջապատված էր Սամոս 2 այս տեսակի մարդոցմով, նենքավոր լեզու, սուտ շրթունք, եւ դերևս չենք գիտեր պատմություն այստեղ, բայց դերևս իր ցավը այդ էր, նենքավոր լեզվով եկած ցավը, այդ սուտ շրթունքներեն խոսքերու ցավը, եւ ինք այդ վիճակի մեջ գտարնա դեպի Աստված եւ գսե դեր բրգե ինձ եւ դերը կբրգե։ Այո։ Սիրելի քուրիեղբայր, երբ այս համարը գսե բրգե ինձ սուտ շրթունքները եւ նենքավոր լեզվեն, ես կուզեմ նաեւ ասել ցեզ այս աղոթքը մենք կրնան գնել, որ դերը մեզ բրգե սուտ մարդոցմե նենքավոր շրթունքները, սդախոսությունները, բայց սրա մեջ կա նաև սիրելի քուրիեղբայր քո բաժինը։ Եվ որ գսես բրգե իմ անձս սուտ շրթունքները, դու նաև ուշադիր գլաս, որ դու հերու մնաս այդ մարդոցմե, որոնք սուտ շրթունքներ նենքավոր լեզու ունեն։ Երբ գաղութեն գսելով դեր մեզ հերու բայ այդ մարդոցմե, դերը մեզ գսե թուն հերացիր այդ մարդոցմե, չլսես այդ մարդկանց։ Որքան ագանչդ գուդաս սուտ լեզուներու, նենքավոր լեզուներու շրթունքներու, այնքան քո վրա կասնեն այդ բոլորը։ Սրա համար սիրելի քուրիեղբայրներ, եթե գուզեք որ դերը ցեզ խաղաղության ճանապարհի մեջ առաջնորդ է, ուշադիր եղեք, որուն գլսեք։ Ուշադիր եղեք, որուն ագանչ կդակ։ Եվ հերու մնացեք սուտ շրթունքները, նենքավոր լեզուները։ Եվ այդպես դերը քեզ պիտի բրգե։ Նեղության օրը պիտի գանչես Տիրոջ եւ դեր պիտի ազատե, քան որ դու քո բաժինդ կնես։ Սիրելի քուրիեղբայր, երկու բան, առաջինը, ինչ վիճակի մեջ եմ որ գանցնիս, գանչե Հիսուս անունը։ Գանչե Հիսուս անունը խոնարհությամբ, պատրաստ ըլլալով դու քու անցդ քննելու։ Քանի որ դերևս դու ես սդախոս լեզուն, դու ես դերևս այդ նենքավոր շրթունքը, ուրեմն քննե դու քեզ, որբեսի դերը բրգե քեզ։ Իսկ երկրորդ բանը, որ այստեղ ես կտեսնեմ, հերու մնա այդ մարդոցմե, որ փամփասանքով, որ սդախոսությունով, որ նենքություններով քո ագանչդ կլեցնեն այն բաները, որոնք սուտ են գս այստեղ եւ նենք սիրտ կա։ Ուրեմն սիրելի քուրիեղբայրներ, թող դերը մեզ օգնե այս ուղիեթերի ընթացքին, որ խոնարհենք Տիրոջ առջև։ Խոնարհենք Տիրոջ առջև։ Եվ մնանք այդ ինչպես եմ այդ խոնար, այդ ուղիղ արդար Հիսուսի նայող հավատքի մարդ։ Դեր օրտե կոդունը, որ ոչ մեկ սուտ շրթունքներ ներս չմտնեն։ Դերը պաշտպանե քեզ, որ ոչ մեկ նենքավոր խոսքեր չմտնեն այնտեղ։ Դերը պաշտպանե քո սիրտը, քո դունը, քո ընտանիքը, քո եկեղեցին, քո մտերմությունը, քո հարաբերությունները, որպեսզի սուտը եւ նենքը ներս չմտնե, քանի որ սուտին հետևը միշտ գա քայքայիչ։ Չլա թե դու սուտի մարդ ըլլաս, նենքավոր շրթունքներ ունենաս, մաքրե քո շուրթունքդ նաեւ, մաքրե քո սիրտդ, որպեսզի Տիրոջ առջև ըլլանք բացահայտ, տապանցիկ, լույսի զավակներ, ինչպես քիչ հետո պիտի տեսնենք։ Դեր օրհնե քեզ եւ պաշտպանե քեզ, որ այդ ճանապարհներեն հերու մնաս։
Այսօրվա ճշմարտության խոսքը այս է քեզի։ Հերու մնա նենքավոր եւ սուտ շրթունքները եւ լեզուները։ Եվ քու լեզուտ եւ շրթունքդ բահ է, որբեսի դերը քո աղուտքդ պատասխանե։ Այո, դերը պատրաստ է պատասխանելու, եւ դու եւ ես կքննենք մեր անձերը իր խոսքին համապատասխան։ Հալելույա, բարավորվի մեր դերը այս գեղեցիկ օրվան մեջ։ Մենք պիտի սիրելի քույր եղբայրներ շարունակենք այս ուղի եթերը եւ ինչպես գիտեք Հովաննես Ավետարանը գսերդենք երրորդ գլուխը, այն պատմությունը, որ շատերդ գիտեք Հիսուսի եւ Նիկոդեմոսի հանդիպման մասին պիտի խոսենք այսօր։ Ուրեմն պատրաստված եկեք ձեր մտքերով, աղոթներով, խոնարհությամբ, դեդրագով եւ սուբ գիրքով, որբեսի դերը քեզ իսկապես առաջնորդե ճշմարիտ խոսքին մեջ։ Դեր հոգիով քեզ առաջնորդ է Հիսուսի անունով գաղութենք դեր, որ այս ուղի եթերը դու ներշնչես, դու բանաս, դու հայտնվիս, որբեսի շատերը քեզ դեսնեն դեր։ Ճշմարտությամբ, անգեղծությամբ, խաղաղությամբ խոսքիդ համաձայն քեզ գտնեն, մաքրվին, սրբվին եւ գալեն քո սուրբ ճանապարհներին մեջ։ Օրհնյալը լա մեր դերը։ Սպասենք Սուրբ Հոգին ներկործությունը քու եւ իմ մեջ հիմա բաց սիրտդ եւ այս երկով, այս երկրպագության երկով մդիր եւ խոնարիր Տիրոջ ներկայության մեջ։ Աչքերս լցվում են արցունքներով, երբ ով Տեր հպվում ես դուից, շուտ ես բացվում են օրհնությունով, երբ ով Տեր հպվում ես դուից, աչքերս լցվում են արցունքներով, երբ ով Տեր հպվում ես դուից, շուտ ես բացվում են օրհնությունով, սպասում եմ բաց սրտով, քեզ իմ Տեր եւ արքա, սպասում եմ փափագով, թագավորած, սպասում եմ կարոտով, որ հիմա փակով տաս, վայելեմ քեզ ջերմորեն կծքիդ փառված, երբ ով Տեր հպվում ես դուից, սիրտս լցվում է հեզությունով, երբ ով Տեր հպվում ես դուից, հոգիս բացվում է հայտնությունով, երբ ով Տեր հպվում ես դուից, սիրտս լցվում է սպասում եմ կարոտով, որ հիմա փառքողած, վայելեմ քեզ ջերմորեն կրծքիդ փառված, սպասում եմ բաց սրտով, քեզ իմ Տեր եւ արքա, սպասում եմ փափագով, թագավորած, սպասում եմ որ հիմա փառքողած, վայելեմ քեզ ջերմորեն կրծքիդ փառված,
Հալելույա, բարվեմ չերմորեն գրծքիդ բարված, վայելեմ քո ներգայությունը, քո մտերմությունը, վայելեմ դեր քո մոդիգությունը, վայելեմ քեզ, ոչ թե վայելեմ ինչ որ գդաս, այլ վայելեմ քեզ, ոչ թե վայելեմ ինչ որ գբարգևես, այլ վայելեմ քեզ, այս է քրիստոնյային ճշմարիտ փափակը, այս է իսկապես իսկական աշակերտին նպատակը, վայելել Տիրոջը, եւ ան որ Տիրոջ վայելել եւ Տիրոջ խոսքին առաջնագարկը կփնտրե, դերը գործն է այդ մարդուն, դերը գործն է այդ մարդուն դարբեր ցևերով, նախ հոգեվորապես միանշանակ մարդը իր սրդին մեջ լեցված է գրակով, բայց նաեւ գործն է իր ընտանիքը, իր կորձը, իր դունը, իր ամեն ինչը, դերը կփնտրե նախ մեզ, կփնտրե մեր սիրտը, եւ մենք պետք է փնտրենք Տիրոջը, Տիրոջ անձը, եւ ոչ թե Տիրոջ ունեցածը, կամ Տիրոջ մե օրհնություն ստանալը, Երանի թե քիչ ավելի հասկանայինք այս կետը, որ մեր կյանքի նպատակը իբր վերստին ծնված Հիսուս Քրիստոսի աշակերտ, մեր Տիրոջը հնազանդիլ պետք է լա, մեր ամեն գործերուն մեջ, նյութական գործերը, ֆինանսականը, ընտանեկանը, հարաբերությունը, ինչ որ է, պետք է հարգելի Տիրոջ խոսքին համաձայն լա, մաքուր եւ ուղիղ։ Եվ դերը գործն է։ Ինչպես ասինք քիչ առաջ, նենքավոր լեզուներեն հերու մնացած, մենք ալ նենքավոր լեզու չունենալով, երբ որ գքայլենք Տիրոջը ճանապարհու մեջ արդարությամբ, ճշմարտությամբ եւ ոչ թե մարդկանց հաջեցնելու, ոչ թե այս կամ այն մարդուն հաջեցնել այդ ճշմարտությամբ եւ կքայլենք, դերը գործն է, քանի որ դերը արդարության զավակներ կուզե տեսնել։ Ոչ թե հավատացյալներ, ոչ թե ամեն հալելույա ասողներ, այլ արդարության զավակներ։ Իր խոսքին հիման վրա, իր խոսքին սկզբունքին վրա։ Հալելույա։ Օրհնյալը լա մեր Տերը, ամեն եւ ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, Հովաննու գլուխ 3 հասանք, գլուխ 3, եւ այս գլուխը Հովաննու առաջին 21 համարներն է, որ այսօր պիտի սերդենք, շատ բաներ գասելիք այս համարներու մեջ, այս համարներեն շատ բաները արդեն գիտեք, շատ անգամ լսած եք, դերևս գարտացած եք, դերևս խոսած եք, փոխանցած եք, բայց քանի որ Հովաննես Ավետարանը գսերդենք, լավ որ լավ տեսնենք թե ինչ սվեցավ, ինչ կա այստեղ, որ մեզի ոչ թե մեր գլուխը լեցնել, ոչ թե մենք դառնանք լավ աստվածապաններ, Աստծո խոսքը քիծողներ, այլ ապրողներ։ Սիրելի քույր եղբայրներ, թույլ տվեք ասեմ աշխապ դարիներու ծառայության մեջ, երբ կտեսնենք մարդիկ, որ շատ բաներ գիտեն Աստծո խոսքեն, կսկսենք վախնալու, որ արդյոք իրենց քիծածը գաբրին թե չէ։ Եվ դժբախտաբար փաստը ցույց կտա, որ շատ բան գիտենք, բայց մեր քիծածեն շատ քիչը ի գործ գտնենք։ Եվ դերը ասավ, շատ քիծողին շատ մի խնդրվի։ Անորոշ շատ կարևոր է, որ այս սերդողությունները, որ մենք կնենք այստեղ, նպատակը դառնա ոչ թե սերդողության փոխանցումը, այլ այդ խոսքին ապրելու ուղղությունը։ Եվ ինչպես գիտեք, ճշմարտ խոսքի այս սերդողությունները, որ մենք կնենք ամեն արդեն եղավ դարիներ, համար առ համար կորձնական սերդողություն է։ Ոչ թե աստվածապատական խորունկ մտքերու մեջ մտնելը, այլ կորձնական, թե դու ինչ պիտի լաս, ինչ պիտի անես, ինչպես պիտի ապրենք, ինչպես պիտի այս խոսքին համապատասխան մենք ապրենք եւ շարժենք։ Ես գարավիրեմ մեր YouTube-ի էջը, որ ամեն մեր սերդողությունները այդտեղ կան։ Արդեն եղավ 2 տարի է համար առ համար կսերդենք։ Նոր գդագարանի գրեթե բոլոր քիրքերը արդեն բավական դարինք առաջ։ Ուրեմն կացեք, տեսեք, սերդեցեք, տնային խմբակներու մեջ, ձեր տնային խմբակները թե ունիք փոխանցեցեք, դարաձեցեք, որովհետեւ շատերը հասկանան Տիրոջ խոսքի ոչ թե քարոզչությունը, այլ Տիրոջ խոսքի բացահայտությունը ապրելու նպատակով։ Ինչպես ես պիտի ապրեմ, ինչ կսե խոսքը։ Ամեն, հալելույա։ Ուրեմն Հովաննես Ավետարան գլուխ 3։ Փարիսեցիներեն մարդ մի գար Նիկոդեմոս անունով, որ հրյա իշխան մներ։ Երբ որ գսե իշխան, փարիսեցիներու ուրեմն խմբագեն պատասխանադու կարևոր անձերեն մեկը։
իշխան, ոչ թե թակավոր իշխանի իմաստով, այլ բադասխանադու իմաստով։ Ուրեմն ահավասիկ փարիսեցիներու խմբագեն, քահանայերու եւ թբիրներու այդ խմբագեն, մեկը գա կարևոր անձնավորություն, բադասխանադու անձնավորություն Նիկոդեմոս անունով, ուրեմն այն մարդը համար երկու քիշերով Հիսուսին եկավ, Հովանես ավետարանիչը, Հովանու ավետարանի մեջ 3 անգամ Նիկոդեմոսի մասին գխոսի, այստեղ 7-րդ գլխուն մեջ եւ 19-րդ գլխուն մեջ, եւ 3 անգամ որ Նիկոդեմոսի մասին գխոսի, ամեն անգամ գսե այն Նիկոդեմոսը, որ քիշերով եկավ Հիսուսի մոտ։ Ուրեմն գշեշտի այդ քիշերով եկած միտքը։ Շատ բաներ գրնան գսել, թե ինչու քիշերով եկավ։ Պատմություն այս ինչ որ պիտի կարդանք, մեզի պիտի բացահայտե, թե ինչու ինքը քիշերով եկավ։ Ինչու ցերեգով չեկավ։ Ինչու մարդկանց երևնալով չեկավ։ Ինչու քախնի եկավ։ Արդյոք կվախնար իր գործագիցները, արդյոք գամաչեր, եւ կամ արդյոք ինքը գուզեր իր անձնական որոշումը դալ Հիսուսի մասին։ Հիմա պիտի տեսնենք այստեղ։ Եվ այստեղ մենք Նիկոդեմոսին միշտ դարբեր ցևով գնանք, ժխտական գխոսենք, բայց Նիկոդեմոսը շատ խելացի քայլ արած է, քիշերով գալը։ Արդյոք տեսնենք։ Համար երուկի մեջը Հիսուսին եկավ եւ սավանոր ռաբբի սելե վարտաբեդ ուսուցիչ։ Գիտենք թե դու աստուծմե վարտաբեդ եկած ես։ Վասնզի մեկը չգրնար ընել այն հրաշքները, որոնք դու գնես։ Գիտենք թե որու մասին գխոսի Նիկոդեմոս։ Գիտենք թե դու աստուծմե եկած վարտաբեդ ես։ Հрьяաներուն համար մեծ վիճապանություն կար, թե ով էր Հիսուս։ Շատերը գսեին խապեպա, շատերը գսեին մարգարե, շատերը գսեին բարապ մարդ, ամեն մեկը բան գսեին։ Փարիսեցիներուն մեջ նաև բաժնված էր այդ միտքը։ Շատեր հագարակ կխոսեին, շատեր իրեն համար լավ բաներ գսեին, իսկ այստեղ Նիկոդեմոսը գուկա Հիսուսին ներկայացնելու համար մի քանիներու այդ փարիսեցիներու մեջ են մի քանիներու մտահոգությունը, մտածումները եւ իրենց ոչ հստակ թիրքը։ Ուրեմն իրենք թիրք չեն ուզեր առնել, թե Հիսուս քող ավազակ մեկն է, կամ Հիսուս մարգարե է։ Գուզե Նիկոդեմոս մի քանիներու անունով եկած ինքը իր անձնական խաղապարը հասկանալ, թե ով է Հիսուս։ Գլսեն Հիսուսի մասին այս կամ այն բանը, ինք գուզե հասկանալ ով է Հիսուս։ Եվ գուկա ուղղակի Հիսուսիկով։ Ինչ քեղեցիկ քայլ, ինչ հրաշալի իմաստուն քայլ, որ այսօր այս բանի պատճառով շատերը գքայքայվին 3-րդ կամ 4-րդ անձի պատմությունը լսելով մի անձնավորության համար գրնան շատ վատ իրավիճակ ստեղծել։ Թիմոթեոս կսե, Նիկոդեմոս կսե, մենք գիտենք ուրեմն ինքը եւ իր հետ մի քանիները։ Ինք մինակ եկած է քիշերով բոլորին կներկայացնե գուզե իր քաղաքապարը առնել Հիսուսեն, որբեսի երթա այդ մարդկանց ասե որ ժողովուրդ, ես դեսա ծեր ասածին բես չի Հիսուսը։ Դուք այսպես բաներ գսեք, բայց ես հետը խոսեցա։ Ես իրեն բացահայտեցի, ինձ բացադրեց։ Ինչ քեղեցիկ է սիրելի քույր եղբայրներ, սրա նրա պատմությունը չլսելուն երթաս անձնական քու քաղաքապարը հանես մի անձի շուրջ։ Անձնական քու քաղաքապարը հասկանաս անձնական հարաբերությունով դվյալ անձի մասին թե շատ բաներ գսեն, ես տեսնեմ նայեմ այս մարդը ինձի ինչ պիտի ասե։ Հուսամ կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Այսպես շատ պամպասանքներ կգանքնին, շատ սխալ ըսվածքներ կգանքնին, եթե դու այսպես ճշմարիտ քրիստոնյա վայել քայլնես, որ երտաս դու անձնական հարաբերության մեջ դու քաղաքապարդ առնելու նպատակով այդ մարդու հետ նստես խոսիս, ավելի օգտաբեր պիտի լակես, քան թե պատմություններ այստեղ են այնտեղ են լսելով դու քու քաղաքապարդ կազմես ուրիշներուն խոսքի վրա։
եւ ոչ թե քո անձնական գաղափարը դվյալ անձին հետ։ Ուրեմն մենք գիտենք, որ դու Աստուծո ղրկված ես, մենք այդպես համոզվեցանք։ Դու Աստուծո ղրկված ես, ինչու՞, քանի որ մենք գտեսնենք այն հրաշքները, որ դու գնես։ Եթե Աստված քեզ հետ չէ, այն հրաշքները չլար։ Նիկոդեմոսի համար հրաշքներն են հիմքը, թե Հիսուս Աստուծո ղրկված է։ Այդպես կգարձե։ Մինչև այսօր շատեր այդպես կգարձեն, որ եթե հրաշք կա, ուրեմն Աստուծո է։ Եթե այս տվյալ անձի միջոցով հրաշք կլա, ուրեմն այս մարդը Աստուծո մարդն է։ Բայց հիմա պիտի տեսնեք, որ Հիսուս բոլորովին այդ միտքը պիտի մեկ կողմ դե, պիտի հերգե։ Ինչու՞, քանի որ հրաշքը փաստ չէ, որ մարդը դիրոջ մարդն է։ Մենք գիտենք, Սատանան ագս հրաշքներ գնե, 5 դարի մեջ այնչափ հրաշքներ եղավ, Հիսուս շատ հրաշքներ գնե, բայց մարդիկ չհետևեցան։ Չհետևեցան անպայման։ Ուրեմն հրաշքը փաստ չէ, որ ինք Աստծո մարդ է։ Հիմա Հիսուս պիտի ասե, թե ինք Աստուծո մե եկածը ինչ հիման վրա է, որ ինք Աստուծո մե եկած պետք է հավատան, ոչ թե հրաշքներով համար, այլ ուրիշ բաներով համար, որ հիմա Հիսուս պիտի ասե։ Հասկնակ սիրելիներ, շատ կարևոր է մանավանդ մեր մեջ այդ մարդիկը, որ գսիրեն հրաշքը սпасել, եթե հրաշքը լա գերտան այստեղ գլսեն այդ պատմությունը, հրաշքներով գսպաղվին, բայց իրենց հավատքը հիմնված է ոչ թե Քրիստոսի անձի վրա, այլ Քրիստոսեն եկած սաբես ասված հրաշքներու վրա։ Մենք կհավատանք հրաշքներուն մինչև այսօր, գաղութենք հրաշքներու համար, ամեն, մենք գիտենք, որ Տերը թեր հրաշք կնե, այո, մենք գիտենք, որ Տերը նաև մեր միջոցով հրաշքներ կնե, ամեն։ Այս կարևոր էր, որ ասեի։ Բայց մեր հավատքը հիմնված չէ հրաշքի վրա, այլ հրաշաքորձի վրա, Հիսուսի վրա։ Մեկը չի կրնարնել այն հրաշքները, որոնք դու գնես, եթե Աստված իրեն հետ չլար։ Ահա վասիկ Հիսուսի պատասխանը։ Ուղիղ պատասխան։ Հիսուս պատասխան տվավ ասավ. ճշմարիտ կսեմ քեզի, եթե մարդ նորեն չծնանի, չի գրնար Աստծո թագավորությունը տեսնել։ Ուրեմն այստեղ նորեն ծնալիը երկու թարգմանություն ունի։ Վերեն ծնանիլ կամ նորեն ծնանիլ։ Նորեն ծնալիը մեմ եւս ծնանիլ եւ կամ հունարեն ուրիշ թարգմանություն կա, որ գսե վերեն ծնանիլ։ Հիմա այստեղ Հիսուսի պատասխանը ուղիղ է։ Այստեղ Նիկոդեմոսը պիտի սկսի այս կամ այն թեմաներ գահանե մեջտեղ, Հիսուս կգանքնեցնե այդ թեման։ Գսե նպատակը այս ամեն ինչին Նիկոդեմոս Աստծո թագավորությունը մտնել է։ Աստծո թագավորության մեջ ապրիլն է եւ Աստծո թագավորության համապատասխան սկզբունքներով ապրիլն է այս աշխարհի մեջ։ Ուրեմն մնացած պատմությունները, հրաշքները, քարոզները, մյուսերը երկրորդական են։ Նպատակը Հիսուս նպատակ կուտա։ Նպատակը Աստծո թագավորության մեջ ապրիլն է։ Դու կպատմես այն, ես քեզ կարևոր բան կսեմ։ Աստծո թագավորության մեջ մտնելու համար առաջին բանը պետք է իմանաս, որ արդյոք Աստծո թագավորության մեջ մտել ես կամ չէ։ Հիսուս շեշտը գտնե Աստծո թագավորության վրա, ոչ թե աշխարհային հարցերու վրա, հրաշքներու վրա, այլ Աստծո թագավորությունը տեսնել։ Եվ միջոցը գուտա վերեն ծնանիլ, նորից ծնանիլ։ Ասել է որ Նիկոդեմոս, միշտ կխառնեմ Տիմոթեոս Նիկոդեմոս, ասել է Նիկոդեմոս, դու եկել ես ինձի քո ընկերներուդ բացատրելու համար, թե ես ով եմ։ Ես ալ քեզ գսեմ ամենակարևորը դու քո ուղեղով, քո իմաստությամբ, քո կահամնայությամբ, քո գիտակցությամբ չէ, որ պիտի գիտնաս ես ով եմ կամ ինչ եմ։ Դու պետք է վերեն ծնանիս, որ հասկնաս երկնքի թագավորության սկզբունքը։ Սիրելի քույր եղբայրներ, Երանի այս խոսքը մեր մեջ ավելի հնչեր։ Ինչ է Աստծո թագավորության սկզբունքը, դու անոր մասին պետք է մտածես։ Այս է կարևորը։ Այսօր եկեղեցիներու մեջ, միապանություններու մեջ, բարեկամության մեջ, հոգևոր շրջանակի մեջ, գրիվներ, ըսիեսավներ, պատմություններ, ով իրավունք ունի, ով հանցավոր է, ով ինչ հրավ, ինչ ըսավ, ով ինչպես ըսավ, ով ինչու ըսավ, այդ պատմությունները։
Հիսուս կսե երկնքի թակավորության համար, երկնքի թակավորության մեջ ապրելու մասին մտածեցեք, այն ամենին կարևորն է։ Եկեր ես ինձ պատմություն պատմելու, եկես ինձ մե խաղապար առնելու, բայց ես քեզ գսեմ, դու նախ անցամբ, սիրելի քույր եղբայր, քեզի գսեմ, դու նախ անցամբ Աստծո թակավորության սկզբունքներու մեջ կաբրիս թե չէ։ Անի կարևորը։ Եվ հոն ապրելու համար վերստին ծնված ես կամ չէ։ Այդ է կարևորը։ Հետո կմտածես մնացած հարցերը, բայց առաջինը դու այս մտածելակերպդ Քրիստոսի խոսքի համաձայն է կամ չէ։ Աստծո թակավորության համաձայն է կամ չէ։ Այդ միտքը ուրդեղ են եկած է քեզի, Աստված Սուրբ Հոգիով դված է քեզ, ոչ թե դու քո միտքը կփոխանցես ուրիշին։ Ուրեմն Նիկոդեմոսը գուկա դիրոջը գսկսի ասել դու լավ ես, դու ասես, դու անես, Հիսուս գսե ստոպ։ Նախ քիծիր երկնքի թակավորություն գա, անոր մեջ մտնել գա եւ անոր մեջ ապրիլ գա։ Դու ուր ես այս բոլորին մեջ։ Եվ Հիսուս կգանքնեցնե Նիկոդեմոսին իր մարդկային մտածումները, որ եկած է հասկանալու թե ով է Հիսուս, եկած է հաշիվ բանջելու Հիսուսեն։ Նախ դու քեզին այր դու մտեր ես երկնքի թակավորության մեջ։ Դու այս խոսածդ երկնքի թակավորության սկզբունքին համաձայն է, թե հասկանաք Հիսուս ինչպես կգանքնեցնե այդ բոլոր խոսակցությունները, ասելով թե նախ ամեն մեկը դուք ցեզ նայեցեք երկնքի թակավորության սկզբունքին մեջ եք կամ չէ։ Վերստին ծնված, վերեն ծնված եք կամ չէ։ Վերեն ծնված հոգի ներկայությունը գա քո մեջ կամ չէ։ Հոգիով կարաչնորտվիս, թե մարմինով կարաչնորտվիս։ Ինձ այս նույնի մասին խոսագս է Հիսուս։ Եվ Նիկոդեմոս գսե շատ շուտ ինչպես կրնա լալ գսե, որ մարդ նորեն ծնանի, որ ձերացած է։ Ինչպես կարելի է Հիսուս նորեն ծնանելի մասին գխոսիս, բայց ես աշխապ տարի քահանա եմ, դարիք ունիմ, փորձառություն ունիմ, ամեն ինչ գիտեմ, Տիրոջ խոսքը գիտեմ, այս գիտեմ, այն գիտեմ, այս ունիմ, այն չունիմ, այս է, այն է, ամեն ինչ ունիմ, դու գսես ամեն ինչ զերո նորեն պիտի ծնիս։ Հիսուս կարծես զերոյի կտնե բոլոր Նիկոդեմոսին, բոլոր էությունը։ Եվ Նիկոդեմոս կխանգարվի, ինչպես կարելի է ես նորեն ծնեմ։ Ես ձերացած մարդ եմ, ես փորձառություն ունիմ, աշխապ բաներու մեջ, ես գիտեմ, դու ինչպես կսես նորեն պիտի ծնես։ Հնարավոր բան է, որ նորեն իր մորը որոնային մտնե եւ ծնանի։ Անշուշտ այստեղ Նիկոդեմոսը գադագի գվերած է։ Իր անհասկացողությունը անչափ թեթև գտանի, Հիսուսի լուրջ խոսքը ինքը թեթևի գտանի։ Հիսուս երկնքի թակավորության մասին գխոսի։ Նիկոդեմոս մարմինի ծնունդի մասին գխոսի։ Մորը որովայնի մասին գխոսի։ Գտեսնեք տարբերությունը։ Երկնային բաներ, աշխարհային բաներ։ Այսօր որչափ հավատացյալներ, ճագերտյալ հավատացյալներ մտահոգվին աշխարհայի բաներով։ Դերը գսե մեկ հատ երկնայինի մասին մտածե։ Քո թիրքդ որ գաբրիս, երկնային վիճակը ինչպես է։ Աստծո թակավորության մեջ քո թիրքդ ինչպես է։ Այս որոշումը որ գարնես, այն որոշումը որ գարնես, Աստծո թակավորության մեջ ինչպես է։ Անոր մասին խոսիր, ֆիզիկական թեմաներ մի փոխեր։ Եվ հիմա երբ որ գսե Նիկոդեմոս, որ աս նորեն ծնանելի պատմությունը ինչ է։ Վերեն ծնանիլ, նորեն ծնանիլ։ Այդ ինչ բանի մասին գխոսիս, երկնքի թակավորություն։ Հիսուսի պատասխանը ճշմարիտ կսեմ քեզի, եթե մարդը ճուրեն ու հոգիեն չծնանի, չի գրնար Աստծո թակավորությունը մտնել։ Ահավասիկ մեմը եւս Հիսուս Աստծո թակավորության մասին գխոսի։ Նիկոդեմոս գխոսի մորը որովայնի մասին, Հիսուս գխոսի երկնքի թակավորության մասին։ Նիկոդեմոս գսե ինչպես կրնա այդ բանը նորմալ բան չէ։ Հիսուս կխոսի հոգիի ծնունդի մասին։ Եվ այստեղ, երբ որ գսե ճուրեն եւ հոգիեն ծնանի, չմոռնաք որ Նիկոդեմոս փարիսեցի Աստծո խոսքը լավ գիտող մարդ էր։ Եվ Հիսուս իրեն կհիշեցնե 5 դագարանեն խոսք եւ ուրիշ խոսքեր, բայց կոնե մեկ խոսք, որ գտնվի Եզեկիել մարգարեության
Եվ նայեցեք ինչ կսե Եզեկիել մարգարե 37-րդ գլուխը, որ Նիկոդեմոս անկիր պետք է գիտար այս խոսքը։ Ոչ թե պետք է գիտար, այլ գիտեր։ Բայց Հիսուս կգաբե 5 տականանի մարգարեության հոգևոր իմաստը, անորոշ շատ կարևոր է սիրելիներ, 5 տականանի մարգարեությունները շատ կարևոր է մեկնաբանել շիդակցեով։ Հիմա Հիսուս կմեկնաբանե ինչ որ Եզեկիել մարգարեն խոսեցավ իր 37-րդ գլխուն մեջ։ Գրված է հետևյալը. Աստված գսե. Ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ եւ պիտի մաքրվիք ձեր բոլոր բղծություններեն ու ձեր բոլոր գուրքերեն ձեզ պիտի մաքրեմ ձեզի նոր սիրտ պիտի դամ եւ ձեր ներսիտին նոր հոգի պիտի տնեմ եւ ձեր մարմիններեն քարեղեն սիրտը պիտի հանեմ ու ձեզի մարմներեն սիրտ պիտի դամ իմ հոգիս ձեր ներսիտին պիտի տնեմ ու դուք իմ օրենքներուս մեջ պիտի քայլեք ու իմ իրավունքներս պիտի բահեք եւ կործատրեք։ Միջև այնադեմ որ մեկը ճրով եւ հոգիով չձնի, չի գրնար մտնել Աստծո թակավորության մեջ Աստծո օրենքները կատարելու համար։ Չի գրնար գսե Հիսուս։ Ահավասիկ այս համարը Եզեկիել 37-ը, որ գհիշեցնե Հիսուս Նիկոդեմոսին։ Դու ինձի կխոսիս Նիկոդեմոս ֆիզիկական բաներ, բայց ես քեզի կխոսիմ Աստծո թակավորության, Աստծո օրենքին, Աստծո սկզբունքի մեջ քայլելու մասին։ Բայց Աստված ինքս ավ Եզեկիելին մեջ։ Ես պիտի ղրգեմ Սուրբ Հոգին։ Ես պիտի լվամ ձեզ, ես պիտի մաքրեմ ձեզ, որովհետեւ դուք կարողանաք իմ օրենքներուս եւ պատվիրանքներուս մեջ քայլեք։ Հիսուս կսե. ինձի երկրորդական թեմաներ մի խոսիր։ Աստծո թակավորության, Աստծո օրենքները կատարելու համար պետք է վերստին ծնվիս, բայց վերստին դուն չես կրնար ծնվել, դուն իդ մամային որովայնի մեջ չես կրնար մտնել, այլ այն խոսքը այդ է, վերստին ծնվելը Աստուծմե է միայն։ Աստված է որ իր ճուրը կղրգե, իր հոգին կղրգե, եւ Աստված է որ կմաքրե, եւ Աստված է որ քո մեջ կտնե այն փափակը, որ դու իր պատվիրանքները կատարես։ Անորամար գսեմ սիրելի քուր եղբայրներ, ամեն եկեղեցի եկող հավատացյալ չէ, վերստին ծնած չէ մեկ խոսքով, ամեն ես հավատացյալ եմ ըսողը վերստին ծնված չէ, վերստին ծնվածը այն մարդն է, որ Աստված իր մեջ կորց կատարած է, եւ այն մարդուն մեջ թրված է Աստուծո պատվիրանքները կատարելու փափակը, նվիրումը ամբողջ իր սրտով, եւ այդ զորությունը իր մեջ է, այլ այն հոգին, որ Աստված գուտա, որ մենք կսենք Սուրբ Հոգին, հալելույա։ Ուրեմն սիրելի քուր եղբայրներ, բդուղեն գերևնա ով է։ Եթե հոգին եկած է այդ մարդին մեջ սիրտը փոխված, այդ մարդը դիրոջ օրենքներուն վրա կմտածե, կքործե, կխոնարի, կաշխարե, կզղջա, եւ որ սխալ գնե շատ շուտ կշտկե հարցը, քանի որ իր մեջ հոգին կա։ Բայց երբ որ իր մեջ հոգին չլա, այդ մարդը մեկ անգամ կհնազանդի, երկու անգամ կհնազանդի եւ հետո կթողնե ինքը իր խաղապարներով գերտա իր ուզածը գնե։ Ահավասիկ բդուղը Նիկոդեմոս դու շատ լավ մարդ ես, խելացի մարդ, Աստծո խոսքը գիտես, բայց ասեմ քեզի, եթե Աստծո հոգին քո մեջ չկործե, դու չես կրնար, գրված է, չի կրնար, կարողություն չունի, որ չաբալ եկեղեցիկա, որ չաբալ աղոտ կնե, որ չաբալ ցույց տա, որ ինքը իբր թե հավատացյալ է, ինչպես Նիկոդեմոսը, չի կրնար մտնել Աստծո թակավորության մեջ։ Վերստին ծնունդ պետք է, եւ այդ վերստին ծնունդը գլա միայն Աստծո հոգիով։ Քու գամքով չէ, իր գամքով։ Հալելույա։ Աստված որուն գտնայի որպես այդ մարդը վերստին ծնվի, այդ մարդը որ խոնար է, այդ մարդը որ հասկացել է որ առանց Քրիստոսի ինքը կյանք չունի, առանց Հիսուսի ինքը նպատակ չունի, առանց Հիսուսի ինքը կարողություն չունի, եւ անոմարագուքա եւ գսե դեր ողորմե ինձի, քո հոգիով մաքրե եւ լվա, ճրով եւ հոգիով մաքրե եւ լվա, որպեսզի ես կարողություն ունենամ Աստծո թակավորության մեջ մտնել եւ քայլել։ Հալելույա։
Շատեր սիրելի քույրեր եկեղեցիներու մեջ են, բայց ազոտ թակավորության սկզբունքի մեջ չեն կայլեր։ Եկեղեցիի մեջ են, այո, Նիկոդեմոսի նման գծարայեն, գխոսին, գկարոզեն, այո, բայց ազոտ սկզբունքին մեջ չեն կայլեր, քանի որ միայն Սուրբ Հոգի ունեցողն է, որ պիտի կայլե ազոտ թակավորության սկզբունքներուն մեջ։ Եվ ադիգա պիտի երևնա։ Ուրեմն մարդը ճուրեն եւ հոգիեն եթե չձնանի չի գրնար ազո թակավորությունը մտնել։ Եվ այստեղ ճուրը եւ հոգին որ գկրե Հիսուս այստեղ որ Հիսուս գսե ինչպես կարտացի Եզեկիել 37-ի մասին է որ Նիկոդեմոսը շատ լավ գիտեր։ Մարմինի մակրություն, հոգիի մակրություն։ Իրենք կլվացվեին, իրենց մարմինը լվալու եւ կմտնային դաջար որ Աստված ճաշտեին։ Բայց Հիսուս կսե միայն ճրով չէ, միայն ճրով մակրություն չէ, այլ հոգիով մակրություն։ Ճուրը անպայման, քանի որ մենք պետք է նաև ֆիզիկական մեր բաժինը ունենք, մարդկային մեր բաժինը ունենք, ճուրով լվացվելու նպատակը մեր բաժինը ընելն է։ Ես պիտի ապաշխարեմ, ես պիտի զղջամ, ես ներողություն պիտի խնդրեմ, ես սուրբ գիրքը պիտի բանամ, ես պիտի աղոթեմ, ես իմ բաժինն է։ Ես եկեղեցի պիտի երթամ, ես պիտի սիրեմ քուր եղբայրներուն։ Այո, բայց Սուրբ Հոգիովը այն է որ հոգին ինձ պիտի դա այդ զորությունը, որ ես կատարեմ իմ ընելիքներս։ Երկուքը միասնական իրար հետ կաշխատին հոգին եւ մարմինը։ Մենք մեր գամքը եւ Տիրոջ հոգին մեր հետ կաշխատի։ Անոնց մենք պետք է միշտ հնազանդենք, պետք է խոնարհ լինենք Սուրբ Հոգիի կորզին, որբեսի մեզ դանի առաջ։ Հալելույա։ Նայեցեք կսե համար 6։ Մարմին են ծնածը մարմին է, հոգի են ծնածը հոգի է։ Շատ բարձ բան գսե մարմնային բաները մարդկային բաները, կրոնական բաները, քո գաղափարներդ, քո գարձիկներդ, քո սկզբունքներդ, քո դաստիարակությունդ, քո մշակույթդ, այնտեղ են միայն մարմնային բաներ գելլե։ Քեզ մե ինչ որ գելլե մարմնային է։ Բայց երբ որ հոգին կորձերը դուրս գելեն, անժամանակ հոգևոր գլա եւ հոգևորը քեզ գտանի Աստծո թակավորության սկզբունքին մեջ, Աստծո թակավորության սիստեմին մեջ, եթե գուզեք այդպես ասեմ։ Ուրեմն ահավասիկ այստեղ մենք որ սիրելի քույր եղբայրներ, մենք որ այստեղ հավատքի մարդ կսենք մենք մեզի, որքան լուրջ պետք է նայենք, արդյոք մենք Նիկոդեմոսին բեսենք, շատ բաներ գիտենք, հոգևոր բաներ գնենք, բայց Սուրբ Հոգին չկա, Սուրբ Հոգին չկա։ Լավ լսեցեք, այո կարելի է որ մարդը հոգևոր բաներ խոսի, ընե բայց Սուրբ Հոգին չլա։ Ինչպես Նիկոդեմոսը, ինչպես ամբողջ 5 տակարանը, ինչպես ամբողջ Հիսուսի եղած ժամանակ բոլոր աշակերտները իրեն հետևորդները հերույեն, մերույեն հետևորդ աշակերտները, որոնք 70-ը ցկեցին, թողեցին եւ կացին Հիսուսին, ուր էին անոնք։ Նոր գտակարանի մեջ կտեսնենք այդ մարդիկ որ գհետևին, բայց հետո ետ կգանքնեն։ Եկեղեցիի մեջն էին, բայց եկեղեցիին չէին գսե առաջին Հովաննեսը։ Մեզ մելան, բայց մեզ մեջ էին։ Մեզ մեին, մեջն էին, բայց մեզ մեջ էին։ Մեկ խոսքով հավատքի մարդիկ էին, եկեղեցիի մեջ էին, իրենց ասելով, բայց հոգիով չէին, հոգիով նվիրված, մաքրված, Սուրբ Հոգիով, վերեն իջած հոգիով մաքրված չէին, ինչպես Եզեկիել 37-ը գսե։ Մարմին են գծնի, մարմին գլա։ Մարմնային խոսակցություն, մարդկային խոսակցություն, փնավորության քիձեր եւ այդ կփորձեն հոգեվորի դարձնել։ Չի գրնարըլալ, Հիսուս կսե չի գրնարըլալ։ Դու մի զարմանար, գսե Հիսուս Նիկոդեմոսին, դու մի զարմանար, որ քեզի ասի պետք է ցեզի նորեն ծնանել, պետք է ցեզի նորեն ծնանել։ Հիսուս կսե պետք է ցեզի նորեն ծնանել, պետք է ցեզի վերեն ծնանել, պետք է ցեզի հոգիով ծնանել։ Ոչ թե միջոց չկա երկնքի թակավորության մտնելու, Աստծո թակավորության մտնելու միջոց չկա, եթե հոգիեն մեկը չծնանի։ Անորոշ սիրելիներ գանչվածները շատ են, ընդրվածները քիչ եւ ընդրվածները գերեւնան իրենց բդուղներով։ Բարձ ասեմ, ոչ թե 1-2 օրվա բդուղներով, առ հարադեվ բդուղներով։ Հարադեվ բդուղներով։ Ժամանակը միշտ ցույց կտա ով ինչ է կամ ով ինչ էր։ Հոգիով քայլողները տարբեր են։
Չեմսեր սխալ չեն աներ։ Չեմսեր հոգիով կայլողները մեղ չեն կործեր։ Այո, մարմինը միշտ կա մեր մեջ, մենք մարմինեն դուրս ելած չենք, բայց հոգիով կայլողները շատ շուտ Աստծո սկզբունքի համաձայն գշտկեն իրենց կյանքը։ Լուծում կգտնան իրենց խնդիրներուն Աստծո սկզբունքին համաձայն, եթե հոգին այնտեղ կա։ Իսկ եթե Սուրբ հոգին չկա, իրենք մարմինեն ելածը մարմինի ցավով պիտի կանեն եւ այդպես ալ կշարունակվի եւ այդպես ալ շարունակված է 2000 տարի վեր եկեղեցիներու մեջ։ Ինչ պայքարներ, ինչ վիճապանություններ եղած են վարդապետական, եկեղեցական, մեկը մյուսին հետ, եթե մենք իսկապես այդ մարդիկը Սուրբ հոգիով լեցված լային, Սուրբ հոգիով քայլեին, Աստծո սկզբունքներուն համաձայն լուծում պիտի գտնեին եւ այդ լուծումները դիրոջ փառք պիտի բերեր։ Ուրեմն այստեղ հստակ է, գսե պետք է որ ցեզի նորեն ծնանել։ Գարձեք ուրիշ ճար չկա, ոչ թե գարձեք, այլ իրական ուրիշ ճար չկա։ Հիսուս կսե մեկը չի գրնար Աստծո թակավորության մտնել առանց հոգին, այստեղ կսե պետք է քեզի որ հոգիով ծնանիս, որբեսի մտնես երկնքի թակավորության մեջ։ Պետք է ցեզի, այս պետքեն շատ զորավոր խոսքերեն է, գոչ է գարձեք Աստծո կողմեն մեզի, երբ կսե պետք է տուն վերստին ծնվիս։ Համար 8-ը գսե հովը ուր որ ուզե գփչե։ Անոր ցայնը գլսես, բայց չես գիտեր ուր գեգուկա կամ ուր գերտա։ Այսպես ալ է այն ամենը որ հոգիեն գծնանի։ Հոգի բառը հունարեն եւ եբրայերեն հով կամի այդ բառը կթարգմանվի։ Ուրեմն Սուրբ հոգին Հիսուս կներկայացնե իբր կամի, իբր հով, որ մենք չենք տեսներ, չենք գիտեր ուր դեղեն գուկա, չենք գիտեր ինչպես գշարժի, բայց իր պտուղները գերևնան։ Անոնամար այն մարդը որ վերեն ծնված է, չենք գիտեր ինչպես եղած է։ Չենք գիտեր Աստված ինչպես արավ, ինչպես այս մարդուն խոսեցավ, ինչպես այս մարդուն հպվեցավ։ Չենք գիտեր, բայց ինչպես հովը դերևները գշարժե, այդպես ալ կտեսնենք այդ մարդուն մեջի հոգին կորձը, որ այդ մարդը իրական Սուրբ հոգին իր մեջ կկորձե։ Եվ այդպես է որ ինքը վերեն ծնված է, եւ քանի որ վերեն ծնված է, Աստծո թակավորության մեջ գքայլե, գսորվի քայլեր, օրեօր ավելի Քրիստոսի հետևելով։ Ուրեմն գտեստեք սիրելի եղբայրներ, Հիսուս Նիկոդեմոս կուքա այսպես գարձեք հարցեր լուծելու, Հիսուս կսե ստոպ, երկնքի թակավորության մասին մտածե։ Այնտեղ մտնել գա, այնտեղ ապրիլ գա, դու քո ուժեղով չէ, քո մարմնային իմաստությունով չէ, քո գլուխով կամ գիտությունով չէ, այդտեղ պետք է հոգիեն ծնես։ Եվ հոգիեն ծնես, որովհետեւ մտնես Աստծո թակավորության մեջ։ Եվ այս բաները երբ որ Հիսուս կբացառի, անշուշտ Նիկոդեմոսը խանգարվելու կսկսի, եւ նայեցեք ինչ կսե, այդ ինչպես կրնալալ։ Այս հարցումը ոչ թե իմպոստություն է, այլ այս հարցումը լուծում պնդրելու հարցում է։ Դեր, ինչպես կլայդ։ Ինչպես ես վերստին կծնվիմ։ Ինչպես Աստված ինձ կփոխե գմակրե իմ ներսս։ Հասկացավ դարձեք Նիկոդեմոս այստեղ։ Եվ Հիսուս պատասխան գուտա եւ ասավ. «Դուն Իսրայելի մեջ վարդապետ մնես եւ այս բաները չես գիտեր»։ Հիսուս գտանին Նիկոդեմոսին 5 տակարանի մարգարեություններու վրա։ Ինչպես քիշարճսի Եզեկիելին մեջ, գա նաև Եսայի 44-րդ գլուխը նույն բանը գսե, Երեմիա 31-ը նույն բանը գսե, Եզեկիել 37-րդ ինչպես կարդացինք նույն բանը գսե, Եզեկիել 11-ը նույն բանը գսե, դու գսե վարդապետ ես։ Հիսուս գահարկե Նիկոդեմոսին։ Չսե դու բարապ մարդ ես, չէ, դու սերդեր ես Աստծո խոսքը։ Բայց վերստին ծնված չես։ Աստծո խոսքը գսե քեզի, որ օրը պիտի կա, որ իմ հոգիս պիտի թափեմ եւ ամեն մարդ պիտի սկսին երկնային Սուրբ հոգիով, պիտի մարգարեանան, պիտի մաքրվին եւ պիտի քայլեն իմ թակավորությանս մեջ եւ իմ ծառաներս պիտի լան միջև աշխարհից ծայրը։ Հովել մարգարեն ալ այդ բանը ասավ։ Ուրեմն Հիսուս կսե Նիկոդեմոս, կհասկնաս,
որ այդ մարգարեները, որ դու գիտես, հիմա ժամանակն է, քեզ կբացատրեմ։ Ես եմ, հիմա հետո պիտի խոսի իր մասին, ես եմ այդ բոլորը դվողը, այդ մարգարեությունները կկատարվին։ Դու գուզեիր գիտնալ, ես ով եմ, ինչ եմ, որ երթաս ուրիշներուն պատասխան դաս իմ մասին, ես կսեմ նախ դու հասկացիր, ոչ թե գնա պատասխանե, բայց դու հասկացիր նախ, դու իմացիր, դու եկել ես ինձ մեկ հաղապար անելու շատ լավ, գուզեմ որ դու լավ հասկանաս ես ով եմ, լավ հասկանաս ազոտ թագավորության կարևորությունը, լավ հասկանաս վերստին ծնվելու, երկինքեն ծնվելու մասին, երկնային ծնունդի մասին լավ հասկանաս, մաքրվելը լավ հասկանաս, ջրով եւ հոգիով մաքրվելը լավ հասկանաս։ Դու վարդապետ ես, դու այս բաները գիտես, Նիկոդեմոս, մտածե այդ բոլոր մարգարեությունները, որ այս թեմայով կխոսին, ես այդ թեմաներն է որ քեզ հիմա կփոխանցեմ։ Հալելույա։ Սիրելի քույր եղբայրներ, դերը իսկապես մեզ կսորվեցնե ճշմարիտ տեղը, գետրոնը տնել իրականության վրա, գետրոնը տնել երկնքի թագավորության վրա, եւ այդ երկնքի թագավորության մտնելու մասին հասկանալ, սորվիլ, գիտնալ եւ մտնելեն հետո ապրիլ այնտեղ։ Ուրեմն որ մենք աբաշխարություն գսենք աբաշխարեցեք երկնքի թագավորությունը մոտ է, Հիսուս այդ բանը գսե, աբաշխարեցեք, զղջացեք, Հիսուսը ընդունեցեք եւ որ այս խոսքերը գսենք, այս միտքն է, որ դու պետք է գիտնաս, որ եթե Աստուծո թագավորության մեջ չմտնես, դու գոբիդի գործվիս։ Հիմա պիտի գարտանք այդ միտով։ Բայց Աստծո թագավորության մտնելու համար դու պիտի գիտնաս, որ քո ուժերով չէ, Աստծո զորությամբ, Սուրբ Հոգիով է։ Անորոմա պիտի նստիս եւ աղոթես եւ ասես, որ ես կարողություն չունիմ Աստծո թագավորության սկզբունքներում մեջ ապրելու, ճշմարիտ, ուղիղ, արտար, դիրոց սրտին համաձայն մարդ ըլլալու կարողություն չունիմ։ Անորմար դեր իմ Աստված ողորմություն ըրե, Սուրբ Հոգիով լվա ինձ, մաքրե բոլորովին, որովհետեւ ես մտնեմ այդ երկնքի թագավորության մեջ, մտնեմ Տիրոջ թագավորության մեջ, իր մարմինի մեջ եւ ապրիմ իր սկզբունքներով եւ ապրիլը նույնիսկ ահավասիկ ես 35 տարի հավատքի մեջ եմ, ամեն օր պիտի աղոթեմ, որ դեր ինձ օգնե, որ քո սկզբունքիդ համաձայն ապրիմ, չլատե շեղիմ իմ գլուխներով, մարմնային սկացումներով, չլատե շեղիմ աչ կամ ցախ, չլատե երտամ այս կամ այն նայվածքներով, չէ, ինձ օգնե, որ Աստծո թագավորության սկզբունքին մեջ քայլեմ ամեն օր, ինչպես դու գսես, ինչպես դու հրամայես, ինչպես դու գուզենաս, ես այդպես ապրիմ։ Անորոմար օգնե Սուրբ Հոգի, մաքրե լվա ինձ այսօր, որովհետեւ ես այսպես ապրիմ։ Կհասկանաք ինչ է վերստին ծնունդի հավատքի մարդը։ Ոչ թե գիրագյորը երթալ մեկ հատ աղոթել եւ վերջանալ։ Ոչ թե մի հատ սուպկիր կարտալ եւ ասել ամեն։ Ոչ թե ասել մարդկանց, որ մենք վերստին ծնված ենք։ Ժողովուրդ, մի եսեք վերստին ծնված ենք, ապրեցեք։ Մի խոսիկ հոգևոր բաներ ապրեցեք։ Եթե իրական գրնաս ապրիլ, Սուրբ Հոգին ունիս։ Չես կրնար ապրիլ, ուրեմն Սուրբ Հոգին չունիս, կնա ձուն ծրե, դիրոջ ողորմություն խնդրե, որ քեզի Սուրբ Հոգին ղրգե, որ դու մաքրվիս եւ լվացվիս։ Գասկնա ժողովուրդ, այդ որ խնդիրներ գխապենք երբեմն իրար։ Մենք մեզ երբեմն գխապենք։ Մենք հավատացյալ ենք, մենք գիտենք, մենք ասենք, մենք անենք, ոչ ժողովուրդ։ Չես կրնար մտնել երկնքի թագավորության մեջ, չես կրնար ապրիլ երկնքի թագավորության սկզբունքներով, մինչև այն որ չրով եւ հոգիով ամեն օր, ամեն վարդյան չրով եւ հոգիով չլեցվիս, չմաքրվիս։ Գահսկնակ սիրելիներ, հուսամ գահսկնակ որ Facebook-ով հետևին մեզ գրնակ ասել, եթե գահսկնակ ամեն մկրեցեք, բան մկրեցեք, գահսկնանք կրեցեք, տեսնենք գահսկնակ ժողովուրդ ինչ կսվի այստեղ։ Եվ մանավանդ այդ բոլոր հավատացյալները, որ իմ նման երկար դարի հավատքի մեջ են, ու շատիրն են, չի խապենք մենք մեզի։ Ես իմ մասին կխոսիմ։ Ասելով որ մենք վերստին ծնված ենք, մենք ամեն օր չրով եւ հոգիով, մաքրվելով, Սուրբ Հոգին խրգելով ամեն օր ես այդ Սուրբ Հոգիով պիտի մաքրվիմ, որովհետեւ Աստծո սկզբունքին համաձայն քայլեմ։ Այստեղ գարտացին չէ, գսե որովհետեւ գսե իրենք իմ իրավունքներս կորզատրեն, իմ իրավունքներս պահեն եւ կորզատրեն, իմ օրենքներուս մեջ քայլեն, ամեն օր, ոչ թե միայն շաբաթը մեկ անգամ, ամեն օր իր օրենքներում մեջ քայլենք, իր բադվիրանքներում մեջ քայլենք, իր խոսքերում մեջ քայլենք, ամեն օր իր բես լինենք այս աշխարհին մեջ, ինչպես որ ինքն է այնպես մենք քրված է։
ամեն օր։ Կարողություն չունիմ, Սուրբ Հոգի լեցուր ինձ, օգնե, գխոնարիմ, որբեսի ես այդ մարդը ըլլամ քեզի հաճելի։ Ուրեմն Նիկոդեմոսն այս բոլորը գիտեիր, այս բոլորը գիտես, ինչ որ գիտես հիմա կորզածրե Նիկոդեմոս, ինչ որ գլուխդ գիտե, ինչ որ միտքդ հասկացել է, հիմա ապրիր, Աստծո թագավորության մեջ ապրիր, Աստծո թագավորության սկզբունքը ապրիր։ Նիկոդեմոս սուրբ գիրք կարդալով չի վերջանար, աստվածաբանություն ունենալով չի վերջանար, քարոզներ լսելով չի վերջանար, սիրելի քույր եղբայր, պիտի ապրիս։ Դու գսե չես գիտեր այս բոլորը։ Հիմա եթե մեկում հետ խնդիր ունիս, դերը գսե դու չես գիտեր որ պիտի ներես, գնա ները։ Դու չես գիտեր որ եկեղեցի մեջ այսպես պետք է շարժիս, այդպես շարժվիր։ Դու չես գիտեր որ պիտի հարկես քո եղբայրը քույրը, ուրեմն գնա հարկե։ Դու չես գիտեր սուրբ գիրքեն որ պիտի հարկես քո առաջնորդը, ուրեմն գնա հարկե։ Դու չես գիտեր միթե, գիտես, ուրեմն ըրե։ Ապրիր ինչ որ գիտես։ Այսօր շատ մարդիկ եկեղեցիների մեջ շատ բաներ գիտեն, բայց եւ որ գսենք, բա գիտածը դրե։ Հա, բայց գիտես հովի վասանկանանք, պատմություններ։ Դու գիտես չէ ինչ պիտենաս։ Եվ որ գսե մեկը մեկում հետ նեղված է, թողեր տա իրեն հետ խոսի, հաշտվի։ Այդպես կրված է, չէ՞։ Հա։ Բե ինչու՞ չես սներ։ Գիտես չէ։ Հոսքս է հոբ բանին Նիկոդեմոսին, դու վարտաբեզ է, չես գիտեր այս բաները։ Գիտես, բա ինչու՞ չես սներ։ Հասկանաք Հիսուսի խոսքը։ Եվ այս խոսքը մեզի է։ Մենք ենք այդ Նիկոդեմոսը։ Մենք ենք այդ Նիկոդեմոսը։ Խոսքը մեզի է սիրելիներ։ Եկեղեցի եկողներ, քարոզ լսողներ։ Եվ վերջին օրերը գմոդենա Աստված գմաղե իր եկեղեցին, ասեմ ցեզի, գմաղե, գմակրե այսօր, ճշմարիտ քարոզներով, ուղղություններով, ասելով գպավե խաղակ եկեղեցական խաղեր, գպավե խաղակ հավատացյալի խաղեր, ապրեցեք Աստծո թագավորության պես այստեղ այս աշխարհի մեջ, քանզի դերը գուքա իր մարմինը իր հետ տանելու։ Այդտեղ խաղալ չկա, այդտեղ ես այսպես կգարձեմ, մյուս այդպես կգարձե, վերջ։ Չես գիտեր, քիծածը դաբրիր։ Եթե նոր բաներ չես գիտեր, Աստված կսորվեցնե քեզի, հոգ միներ։ Բայց քիծածը դաբրիր։ Շատ անգամ գսեմ, որ ավելի լավ է այլ քարոզ չդանք եկեղեցիներու մեջ, այլ ասենք մարդկանց ինչ գիտես, ադի ապրիր։ Հաջորդ շաբաթ եկուր մեզի ասե ինչ ապրեցար։ Քարոզ դալով, սորվեցնելով, մարդիկ երբեմն միան գվարժվին լսել։ Բայց պետք է այլևս դեղ մկա, որ մարդիկ ոչ թե լսեն, այլ կատարեն։ Իրենց քիծածը նորություն չկա։ Համար 11 ճշմարիտ կսեմ քեզի, թե ինչ որ գիտենք գխոսինք եւ ինչ որ տեսանք գվգայենք ու մեր վգայությունը չեք ընդունիր։ Հիմա այստեղ Հիսուս որու մասին գխոսի։ Ինչ որ գիտենք, ինչ որ գխոսինք, ինչ որ գտեսնենք։ Այստեղ աստվածաբանները գդարբերին շատ մեկնաբանություններով։ Շատեր գսեն, որ Հիսուս գխոսի այդ բոլոր մարգարեներու անունով հին գդագարանի, որոնք գմարգարեյանային, ինչպես Եզեկիել, Եզայի, Երեմիա, Հովել եւ այլն, որ գմարգարեյանային Իսրայելի ժողովրդին եւ Հիսուս անոնց գարքին մտնելով, գսե մենք ցեզի այս բոլորը գխոսինք, մենք ցեզի այս բոլորը գվգայենք, բայց դուք չեք հավատար։ Այս առաջին մեկնաբանությունը։ Երկրորդ մեկնաբանությունը շատեր գսեն Հիսուս կխոսեր նաև Հովանես Մգրդիչի մասին, որ Հովանես Մգրդիչը նույն բանը գսեր։ Ապաշխարեցեք երկինքի թագավորությունը մոդեր, չէ՞, եւ գմգրդեր։ Գսե Հովանես Մգրդիչը, ես նույն բանը գսեմ, բայց դուք չեք լսեր։ Շատեր գսեն Հիսուս կխոսեր ինքը եւ իր աշակերտներու մասին։ Գիտնալով որ այստեղ իր աշակերտները դեռ 5-6 հոգի էին։ Ամենը դեռ գարկված չէր։ Իսկ շատեր գսեն Հիսուս կխոսի Աստուծո մասին։ Ասելով մենք գիտենք, մենք գխոսինք, մենք տեսանք եւ մենք կվգայենք, բայց դուք մեր վգայությունը չեք ընդունիր։ Ավասիկ Հիսուսի խոսքը հիմա գսե այդ բոլոր հոգևոր բաները, որ դուք գիտեք հին գտագարանի մեջ, այն բոլոր բաները, որ դուք լսեցիք, մենք ցեզի վգայեցինք, մենք ցեզի խոսեցանք, մենք ցեզի հասցուցինք, մենք տեսանք այս բոլորը բերինք ձեր առջև, բայց դուք չեք ընդունիր։
Հիմա Հիսուս գմատնանշի այլևս, որ ընդունիլն է հավատքը։ Երբ ես կընդունիմ Աստծո խոսքը եւ գխոնարիմ այդ խոսքի առջև, այն ժամանակ կերևնա, որ ես հավատքի մարդ եմ, թե չէ։ Ասում նշաններ են ինքնակնության։ Երբ Աստծո խոսքը ինձ մի ուղղություն գուտա, ընդունիլը այդ է, որ ես կընդունիմ, կհնազանդիմ եւ այդ ուղղությամբ կխոնարեցնեմ իմ անձս, որ կդարեմ։ Այս է հավատքը։ Եթե մեկը չընդունիր, չխոնարեցներ իր անձը եւ չհնազանդիր այդ խոսքին, ասել է թե հավատք չունի։ Աստուծո հաճելի հավատք չունի։ Նորեն, ինչպես քիչ առաջ ասի, ինչպես հովը կամին կփչե եւ գերևնա Սուրբ ոգին այդպես գերևնա, Սուրբ ոգին գերևնա նաեւ ինչպես կընդունիս խոսքը։ Երբ որ մեկը քեզ կհանդիմանե, ինչպես կընդունիս հանդիմանությունը։ Եվ որ Աստծո խոսքը քեզ կխոսի ու քո սխալներուդ մասին, ինչպես կընդունիս այդ սխալները եւ գաբաշխարես կզղջաս։ Երբ կանդրադառնաս, որ քո ըրածը սխալ է, ինչպես կընդունիս քո սխալը, կանդրադառնաս եւ ներողություն կխնդրես։ Այստեղին գերևնա քո հավատքի սահմանը եւ բաժինը։ Համար 12-ն այսեք ինչ կսե Հիսուս։ Եթե երկրավոր բաները ցեզի ըսի ու չեք հավատար, ինչպես պիտի հավատաք, եթե երկնավոր բաները ցեզի բատմեմ։ Երկրավոր բաներ ասել է այն խոսքերը, որ Աստված տվավ մարդկանց, մարգարեներու միջոցով։ Երկրավոր բաներ գսեմ քեզի Նիկոդեմոս, 5 դագարանի մարգարեությունները քեզ գիշեցնեմ, գբացադրեմ թե ինչու համար մարգարեները այդ ասին, եւ դու դեռ չես հավատար։ Ուր մնաց քեզի երկնավոր բաները ասեմ, որ մեկը տեղյակ չէ, միայն ես։ Հիմա հաջորդ համարը պիտի ասե, որ երկինքեն եկա։ Ինչպես պիտի բարձ խոսքի բաները չես կրնար ընդունել, եւ դեռ գգարձես թե պիտի հավատաս կամ պիտի ընդունիս երկնային բաներ։ Սիրելի քույրեր, այստեղ գադակի ցևով ասեմ։ Շատեր Աստուծմե նոր հայտնություններ կսպասեն։ Թող Աստված իմ սրտիս մեջ հայտնե նոր հայտնություններ, նորություններ, կոնֆերանսի գերտան, այս կամ այն դեղեր գերտան, որ նոր հայտնություն ստանա։ Դերը իրեն գսե, դու նախ երկրավոր բաները ինչ որ գիտես, անոնք ապրիր, հետո երկնավորներու մասին մտածե։ Սիրելի քույրեր, եթե մենք չենք կարողանար շատ բարձ բան ասեմ, եթե ես չեմ գնար սիրել այն եղբայրը, որ կտեսնեմ, ինչպես պիտի սիրեմ այն Աստվածը, որ չեմ տեսներ։ Այս է խոսքը։ Ինչպես պիտի սիրես այն Աստվածը, որ չես տեսներ, եթե դու չես կրնար սիրել այն եղբայրը կամ քույրը, որ կտեսնես։ Եթե երկրավոր բաները չես ընդունիր, չես հավատար, չես հնազանդիր, դու հոգևոր երկնային բաները ինչպես պիտի ընդունես։ Եթե մեկումը չես կրնար ներել, դու ինչպես հոգևոր զորություն պիտի ստանաս։ Եթե մեկ եկեղեցին մեջ կամ ընտանիքիդ մեջ կամ կորձիդ մեջ արդար կորձ չես կրնար անել, դու հոգևոր բաները ինչպես պիտի անես։ Եթե բարձ բաներուն մեջ դու լուծում չես կրնար գտնել, մեծ բաներուն մեջ ինչպես պիտի անես։ Հիսուս Աստված Երեմիային ասավ, եթե մարդկանց հետ չես կրնար վազել, քայլել ներողություն, ինչպես պիտի վազես ցիերու հետ։ Նույն բանը, եթե բարձ բաներու մեջ դու որոշում չես առնել, որ Աստծո խոսքին համաձայն քայլես, ինչպես հոգևոր բաները պիտի ապրես։ Ինչպես։ Եվ այսօր այս խոսքը մեր բոլորին համար է։ Մեր հավատացյալներուն, քեզի եւ ինձի համար։ Հոգևոր բաներ շատ կխոսենք, վերացական այսպես։ Վերացական բաներ։ Բայց քողության մեջ ես երբեմն, սրախոսության մեջ ես, փամփասանքի մեջ ես, նենքության մեջ ես, սրա մասին, անոր մասին խոսելու գսկսից, այդ երկրավոր բաներուն մեջ եթե դու հաղթական չես, ինչպես հոգևոր բաներ պիտենես։ Գասկնակ սիրելիներ, Հիսուսի խոսքը այստեղ հստակ է։ Մեկը երկինք չելավ համար 13, բայց միայն անիգա, որ երկինքեն իջավ որդի մարդո, որ երկինքն է։ Այս նույն բանը գրված է առաջին գլխում 18-րդ համարը, որ արդեն սերդեցինք։ Հիսուս ինչ կսե։
Հիսուս կսե որ երկնավոր բաներ ես ցեզի եկել եմ դալու։ Նիկոդեմոսը ուկա հասկանալու ով է Հիսուս։ Հիսուս նախ երկրավոր բաներ իր բաժինը ասավ։ Դու պետք է ապաշխարես, դու պետք է վերստին ծնվես, Սուրբ Օքին պետք է քա քո մեջ, որպեսզի գադարես Աստծո գամքը եւ Աստծո թակավորության մեջ մտնես։ Okay։ Բայց անգե հետո գա երկնային բաներ, բահված բաներ, որ ես միայն գրնամ դալ գսե Հիսուս։ Մեկը երկինք չլավ։ Բացի այն որ երկինքեն իջավ։ Ով է երկինքեն իջնողը։ Ինքը։ Ուրեմն երբ որ երկինքեն իջավ, ասել է երկնային բաները բերավ, որովհետեւ մեզ երկնային բաները սորվեցնե։ Եվ այստեղ գեղեցիկ է երկինքև իջավ որդի մարդու, որ երկինքն է։ Որդի մարդու, այս մի քանի համարներու մեջ 6 անգամ 7 անգամ կրտնված է որդի մարդու։ Ուրեմն Հիսուս կմեգապանե Նիկոդեմոսին, թե ինքը երկինքեն իջած, երկինքը եղած նույն ադեն որդի մարդուն է։ Եվ ասիկա արդեն երկնային խոսք է։ Ինչպես կարելի է որ Հիսուս մարդ Նիկոդեմոսին դիմաց, ինք երկինքեն իջած է, երկինք ելած է, երկինքեն իջած է, եւ նույն ժամանակ երկինքն է։ Այստեղ Հիսուսի աստվածությունը կփաստվի։ Մեմը եւս։ Ինչպես Հիսուս կրլալ երգիրը եւ երկինքը նույն ժամանակ։ Ցույց կուտա հորը հետ միապանությունը, ցույց կուտա որ հիմա ինչ որ ինքը խոսի, ինչ որ գսե, երկնային բաներ պիտի բերե։ Եվ Հիսուս կսե ես ասկվեջ երկնային բաներ պիտի դամ, ինչպես Նաթանայելի նսամանցել անգամ երկինքը բացված պիտի տեսնես, ես որդի մարդու վրա հրեշտակները պիտի լեմ պիտի շնեն, այդ բոլորը գսե, ասել է որ ասկվեջ երկինքը պիտի բացվի ցեզի համար, եւ այդ երկնային բաներ բացողը ես եմ։ Հոգևոր աստվածային հավիդենական բաները որ պիտի դամ, ես եմ երկինքեն իջողը։ Դու Նիկոդեմոս, դու մարգարեներու խոսքը գարտացել ես, դու մեծ մարդ ես, հասկացող, իմաստուն, ուսյալ, այդ բոլորը ինձ քեզ գսեն, որ գետրոնը ես եմ երկինքեն իջնողը, ես եմ նույն ժամանակ երկինքը։ Եվ այստեղ Հիսուս նայեցեք ինչ օրինակ կուտա, գսե ինչպես Մովսես անաբադին մեջ օծը բարձրացուց, այնպես ալ պետք է որ որդի մարդուն բարձրանա։ Եվ ամեն ով որ անոր հավատաց չգործվի, հաբա հավանական կյանք ունենա։ Մովսեսը թվոց գրքի մեջ 21-րդ գլուխը եթե գարտակ կտեսնեք որ այդտեղ մարդիկ Իսրայելի ժողովուրդը մրմրացին, փամփասեցին, փոստացան, հագասեցան Մովսեսին եւ Աստված այդտեղ խայթող օծեր ղրգեց իբր բադիժ։ Եվ այդ խայթող օծերը սկսան խայթելու իրենց մեկ եւ մարդիկ սկսան ինալ 20-21 հազար գարձեմետի չխալիմ մարդիկ մերան եւ աղաչեցին Աստծո ասելով ներողություն դեր մեզ բրգե այս խայթոցեն մեզ բրգե այս ցավեն եւ դերը սա Մովսեսին գանկնեցուր բղինցե օծմը եւ ամեն ով որ անոր նայի այդ օծին նայի պիտի բրգվի օծը խայթեց իրենց եւ իրենք այդ օծին պիտի նայեին որ բրգվեին եւ այդպես ալ եղավ Հիսուս կսա այստեղ ինչպես Մովսես օծը բարձրացուց այնպես ալ որդի մարդուն պիտի բարձրանա պետք է որ գրված այստեղ մեմ այնպես ալ պետք է որ որդի մարդուն բարձրանա խաչի մասին է խոսքը որբեսի ամեն որ անոր նայի անոր հավատա անոր հանդիպի անոր ընդունի անոր հնազանդի բրգվի եւ հավանական կյանք ունենա Ուրեմն Հիսուս այստեղ Նիկոդեմոսին գսե ես եմ այդ օծը որ մարդկանց բրգեց ես եմ այդ երկինքեն իջած հացը որ Իսրայելի ժողովուրդը գերավ ես եմ որ երկնային բաները պիտի դամ ցեզի Ես եմ որ գուդամ քեզ Սուրբ Օքին որբեսի դու երկնային թակավորության մեջ մտնես գետրոնը գտնե Հիսուս իր վրա Գիշեք երբ որ Նիկոդեմոս եկավ ասավ դու բարի վարտաբեդ ես ասավ մեկ վարգան ինձի բարի վարտաբեդ ասելու դեղ կամ ինձի վարտաբեդ ասելեն առաջ նախքիցիր ես ով եմ ես այն եմ որ հավանական կյանքը գուդամ բայց պետք է դու նայես իրեն պետք է դու վստահես իրեն պետք է դու հանձնվես իրեն Եվ նայեցեք համար 16-ը որ բոլորս գիտենք վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը մինչև իր միածին որդին դվավ որբեսի ամեն ով որ անոր հավատա չգործվի հավա հավերական կյանք ունենա երկու համարները մեկը մյուսին յետևեն նույն բանը գսե Հիսուս Հիսուսի պերնեն գել այս խոսքը
Այստեղ գտեսնենք Հիսուս կսե Աստված մարդը սիրեց, աշխարհը սիրեց, բայց չմնաց пассив, այլ դվավ եւ այլ դալը մենք տեսանք մեկ համարվերը, որ ինչը սել է դալ, սել է խաչը բարձրանալ, մեռնիլ, անիծվիլ, մեղքը իր վրա առնել, անեծքը իր վրա առնել, ինչպես օծը անեծքը իր վրա առավ, Հիսուսալ իր վրա մի դառներ այդ անեծքը, որբեսի ամեն ով որ իրեն նայի փրկվի եւ հավնական կյանք ունենա։ Հավնական կյանք Աստուծո հետ, հավնական կյանք Աստծո թագավորության մեջ, չմոռնաք։ Քանի որ սիրելի քույր եղբայրներ, չնայած մի քանի աղանդներուն, Սուրբ Գիրքը լավ կբացատրե, թե բոլոր մարդ արարածը հավնական կյանք ունի։ Բոլորս։ Մեկը Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ, իսկ մյուսը դժոխքի թագավորության մեջ։ Հավնական կյանքը բոլորը ունին, եւ որ այստեղ գսե որբեսի հավնական կյանք ունենան, ասել չէ որ չունին եւ պիտի ունենան։ Չէ, որբեսի հավնական կյանք ունենան Աստծո թագավորության մեջ, չմոռնաք ինչ բան մասին գխոսենք։ Հիսուս այստեղ հաստատե Աստծո թագավորության մասին։ Դոնք Աստծո թագավորության մտնելու համար պետք ունի Սուրբ Հոգին, որբեսի քայլես Աստծո թագավորության մեջ այստեղ, բայց Աստծո թագավորությունը հավիտյան պիտի շարունակվի, ուրեմն քումերները հետո պիտի մտնես, պիտի շարունակես հավնական կյանքը Աստծո թագավորության մեջ։ Ուրեմն ամեն ով որ հավատա, վստահի, նվիրվի, հանձնվի Հիսուս Քրիստոսի, թույլ տա որ Սուրբ Հոգիով իրեն մաքրեն, այդ մարդիկը պիտի ըլլան Հիսուս Քրիստոսի թագավորության մեջ հավիտյանս հավիտենից։ Եվ նայեցեք ուրիշ ինչ կա այստեղ շարունակի համարը, վասնզի Աստված իր որդին չղրգեց աշխարհ, որբեսի աշխարհը թադե, հաբե որբեսի աշխարհը անով փրկվի։ Հիսուսի առաջին կալուստի մասին է խոսքը։ Երկրորդ կալուստը Հիսուսին թադաստան պիտի աշխարհը անով պիտի թադե, բայց առաջին կալուստը աշխարհը ղրգեց Հիսուս Քրիստոսը, որբեսի փրկե, որբեսի Աստծո թագավորության հիմքը դա, որբեսի ինք մեռնի իրենց մեղքերուն համար։ Նայեցեք դեր խաչը չէ, դեր քանի գլուխներ հետո պիտի խաչվի Հիսուս, բայց հիմա կվնե արդեն կբացատրե խաչին կարևորությունը։ Անեծքը իր վրա պիտի առնի, որբեսի մարդը փրկե, բայց մարդը պիտի վստահի, նվիրվի, հավատա, վստահի եւ հնազանդի։ Անոր գհավատա անոր, լավ լսեցեք, համար 18-ը, անոր գհավատա անոր չի թադաբարդվիր, եւ անոր չի հավատար, անիգա արդեն թադաբարդված է, վասնզի Աստծո միածին որդին անվանը չհավատաց։ Անոր գհավատա, գվստահի, գնվիրվի Հիսուս Քրիստոսի Աստծո միածին որդին, միակ լուծումը, որ Աստված գուտա Հիսուսն է, միակ լուծումը։ Անոր այդ լուծումը չընդունիր, թադաբարդված է։ Ասեմ ցեզի, հիմա կվնե թադաբարդված է։ Անոր Հիսուս Քրիստոսի չընդունիր, Աստծո միածին որդին, ասել է թե Աստծո միակ լուծումը, որ դվավ մարդուս փրկության, քանի որ Աստված գսիրե մարդը, այստեղ գրված է, Աստված սիրեց աշխարհը։ Քանի որ Աստված գսիրե մարդուն եւ միակ լուծում դվավ Հիսուս Քրիստոսը։ Եվ եթե մարդը այդ միակ լուծումը չընդունի, թադաբարդված է։ Թադաբարդված է, գրնամսել ցեզի Աստծո թագավորության մեջ չի մտներ։ Թադաբարդված է հավիտյան ապրելու Աստծո թագավորության հերու, այս է դժոխքը ապրիլ հավիտյան Աստծո ներկայութենեն հերու։ Եթե գուզես, այդպես ապրիր։ Եթե մարդիկ գուզեն, թող այդպես ապրին։ Հիսուս Քրիստոսի սկզբունքներեն դուրս գուզես ապրիլ, քնա ապրիլ, պրոբլեմ չկա, բայց քիծիր, արդեն թադաբարդված ես։ Միակ լուծումը Հիսուսը ընդունիլը, Հիսուսի թագավորության մեջ ապրիլը, Հիսուսի սկզբունքներու պես ապրիլը, վերստին ծնունդով եւ այս նորեն գսեմ մարդկային կարողություն չէ, Աստված պիտի անի այդ գործը։ Եվ մենք ալ պիտի տեսնենք։ Նորեն գսեմ, լավ լսեցեք, ամեն եկեղեցի կացողը վերստին ծնված չէ, ամեն Սուրբ Գիրք կարտացողը վերստին ծնված չէ, ամեն հավատացյալները վերստին ծնված չեն, վերստին ծնվածը գերևնա, ինչպես քամին գերևնա դերևների շարժումով, այնպես գերևնա Սուրբ Հոգիի շարժումով։ Վերջ։ Որչափ մարդը ինձ ես հավատացյալ եմ, գսեմ, օքեյ, ինչպես գիտես, բայց երբ որ չերևնար, ծառը բդուղեն գերևնա։ Եվ այստեղ Հիսուս կսե, ան որ Հիսուսը կընդունի, որդին կընդունի, Աստծո միածին որդին կընդունի, հավնական կյանք ունի։ Ինչի? Աստծո թագավորության մեջ։ Եվ հոս շատ սխալներ կտեսնենք երբեմն։ Գսենք, ես վերստին ծնունդ ունիմ, ես ապաշխարած եմ, ես երկինք պիտի երթամ։ Մեկ վարգան։ Երկինք երթալետ առաջ թուն պիտի ապրիս Աստծո թագավորությունը այստեղ։
Արդյոք կարողանում ես ապրիլ Աստծո թագավորության սկզբունքները այստեղ։ Քո դան մեջ, ամուսինիդ հետ, գնոջդ հետ, եկեղեցիդ մեջ, փողոցը, ճանապարհը, կորձին տեղը դու Աստծո թագավորությունը կապրիս։ Գերևնա, վկայություն կա, քիչ վեր գարտացինք, մեր վկայությունը գսե չեք ընդուներ։ Խոսեցինք, տեսանք, վկայեցինք։ Վկայություն կա, որ դու Աստծո թագավորության սկզբունքին պես կապրիս։ Գա վկայություն 4 կողմդ։ Այդտեղին պիտի երևնա դու Սուրբ Օքին ունիս կամ չէ։ Եվ այդտեղին պիտի երևնա, եթե դու դիրոջ հավանական կյանքին, եթե դու հավանական կյանքի մեջ ես դիրոջ հետ։ Աստծո թագավորությունը չես կրնար բաժնել հավանական կյանքի հետ։ Ապաշխարե հավանական կյանք ունեցիր, բայց ի՞նչ է հավանական կյանքը։ Հավանական կյանքը գսկսի Աստծո սկզբունքը այստեղ։ Աստծո թագավորությունն է հավանական կյանքը, որուն մեջ կմտնենք, երբ իրական Սուրբ Օքին մեր մեջ կգա եւ մենք վերստին եւ վերեն կծնվենք, ինչպես Նիկոդեմոսը ասավ, եւ մենք այստեղ գաբրենք Աստծո թագավորությունը։ Այդ մարդը, որ Աստծո թագավորության մեջ չէ, թող չի խափեինք իրեն։ Այդ մարդը, որ եկեղեցական կյանք չունի, թող չի խափեինք իրեն։ Ինքը հավանական կյանք չունի։ Հավանական կյանքը Աստծո թագավորության մեջն է, եւ Աստծո թագավորությունը գերևնա նաեւ եկեղեցիով։ Քրիստոսի մարմինի մեջ, Քրիստոսի ժողովուրդը, Աստծո թագավորությունը, որ եկեղեցի են կսկսի եւ եկեղեցին է, որ աշխարհը կփոխի։ Ուրեմն եթե դու եկեղեցիդ մեջ, անոնք որ եկեղեցական կյանք չունին, եկեղեցի մտարմության մեջ չեն, անոնք որ այդպես գիրագի գերտան կամ ավելի դարի գերտան եկեղեցի, լավ լսե, դու քեզ չխափես։ Աստծո թագավորությունը եկեղեցին է։ Քրիստոսի մարմինն է, Քրիստոսի ժողովուրդն է, որուն մեջ պիտի սորվիս ապրիլ Աստծո թագավորության սկզբունքները, սիրել, ներել, միապանվել, խոնարհել, օրհնել, ինչ որ գրված է Սուրբ Գիրքի մեջ։ Ուրեմն, եթե մեկը Քրիստոսը չընդունիր, գրված է, թադաբարդված է։ Եթե մեկը Քրիստոսի թագավորությունը չընդունիր, թադաբարդված է։ Եթե մեկը եկեղեցին չընդունիր, թադաբարդված է։ Եթե մեկը եկեղեցի մեջ կյանք չունի, թադաբարդված է։ Մեկը եթե Քրիստոսի խոսքերուն համապատասխան չաբրիր, գներես, գուզեմ շոկնել քեզի, թադաբարդված ես։ Մի խապեր դու քեզ։ Իրական ապաշխարեցեք։ Իրական զղջացեք։ Իրական հասկացեք խնդիրը։ Նիկոդեմոս լավ մարդ էր։ Շատ լավ գիտեր, քեզ մե ինձ մե ավելի լավ Աստծո խոսքը, բայց Հիսուս կսե, մինչև որ դու վերեն չծնվիս, դու երկնքի թագավորության մեջ չես մտնել։ Երկնքի թագավորությունը սորվեցեք ժողովուրդ, կացեք ձեր հովիվներուն ասեք, ինչ է երկնքի թագավորությունը։ Հովիվը եթե Աստծո մարդ է, քեզի պիտի ասե, երկնքի թագավորությունը քո դեղական եկեղեցի գարկու կանոնն է։ Քո դեղական եկեղեցի ինչ որ գսվի Սուրբ Գիրքը կարոզվի այդ է։ Սորվիր, ապրիր եւ գնա առաջ։ Եվ եթե մեկը այդ կետի մեջ խնդիր ունի, ասել եմ որ ինքը արդեն պրոբլեմ ունի, ընդհանրապես պրոբլեմ ունի Հիսուս Քրիստոսի թագավորության հետ։ Հասկանաք։ Եվ այստեղ երկնքի թագավորություն գսե, երկնքի տուրիստություն չսեր, երկնքի սպոսացչրչիկ չսեր, երկնքի բդույթը չսեր, երկնքի ագումբը չսեր, երկնքի թագավորությունը գսե, որուն վրա կա թագավոր, որ գհրամայե եւ թագավորության մարդիկը գհնազանդին։ Նայեցեք մեր եկեղեցիներու մեջ, ամեն մեկը իր գլուխով մի բան գնե։ Եվ այդ մարդիկ կսեն մենք հավատացյալ ենք։ Ոչ, գարկ ու կանոն, ինչ որ գսվի, ինչ որ դերը սորվեցուց մեզի, ինչ որ գսե Սուրբ Գիրքը մեզի։ Գիտեմ շատերը համար դերևս քիչ մը այսպես խիստ գտավի ինչ որ գսեմ, բայց ուզես ընդունիր, ուզես մի ընդունիր, այս է ճշմարտությունը։ Հիսուսին լավ գարտացեք, լավ ջանցեք Հիսուսին, դեսեք Հիսուսը ժողովուրդ, Հիսուսը խաղալիք չէ։ Հիսուսին մեր ուզած ձևով չեն կրնար դարձնել։ Գնաս դարձնել քո հովիվիդ, գնաս դարձնել քո եղբորդ քրոջդ, գնաս փամփասել հովիվիդ վրան, նեղանալ իր մե, մյուսեն նեղանալ, օքեյ, բայց Հիսուսը չես կնար այդ խաղը անել։ Ուրեմն ապաշխարը մի հատ հասկացիր, դու երկնքի թագավորության սկզբունքի մեջ ես կամ չէ։ Միջև մեկը վերեն չի ծնվի երկնքի թագավորությունը չի մտներ, գսե, չի գրնար մտնել, միջև ճուրով եւ հոգիով չի ծնվի, չի գրնար մտնել։ Հալելույա։
Անոր գահավադա անոր չի տադաբարդվիր եւ անոր չի հավադար անիգա արդեն տադաբարդված է վազի Աստծո միածին որդին անվանը չհավադաս հստակ գամ աճ գամ ցախ մեջտեղի չկա անոր գահավադա հասկացաք հավադալ բառը հանազանտիլ նվիրվիր հանձնվիր սիրել հետևիլ ծառայել այս է հավադալը Հիսուսի եթե այս բաներում մեջ անցյալ դարի կարծեմ անցյալ դարի էր գրնակ YouTube-ով գտնել թեզի ներկայացուցի 4 կարևոր օրենքներ եւ այդտեղ հավատքի մասին կարևոր բան ասի թե ինչ է հավատալ Հիսուսի ինչ ըսել է 6 բան կար Հիսուսի հավատալ նվիրվիլ հանձնվիլ վստահիլ սիրել ծառայել հետևիլ այս է դու քեզ քննե դու այդ տեսակի հավատքի մարդ ես գզարմանանք երբեմն կտեսնենք հավատքի մարդիկ որ իրենց հավատացյալ գսեն կզարմանանք ինչպես կապրին իրենց ուզած սիստեմով իրենց թակավորությունը հոն ոչ Հիսուս կա ոչ բան կա բայց եկեղեցի երբ օրգուքան ինձանից քեզանից լավ գերքեն նույնիսկ կքարոզեն եթե խոսք տաս լավ բաներ գսեն բայց դու մեկ հատ նայիր Հիսուսի սկզբունքի մեջ կապրինք անոր գահավադա բիդի չի տատաբարդվի անոր չի հավադար Հիսուսի խոսքի համաձայն արդեն տատաբարդված է գամ աճ գամ ցախ լայն ճամփա ներ ճամփա խավար լույս գիտեք ամեն ինչ սուպկիրքը մեզի հստակ կսե ցանկի ճանապարհը մահվան ճանապարհը երկու ճանապարհ կա հոսքս է անոր գահավադա չի տատաբարդվիր անոր չհավատան կտատաբարդվի վերջ հստակ ինչ լավ է մեր դերը հստակ կբացատրե բայց ագամ չունեցող պետք է որ հասկանա համար 19 այս է տատաբարդությունը վաու ինչ է տատաբարդություն տեսնենք լույսը գսե աշխարհ եկավ եւ մարդիկ խավարեն լույսը ավելի սիրեցին խավարին լույսեն ավելի սիրեցին ինչու պիտի տատաբարդվի մարդը քանի որ մարդը խավարի բաները աշխարհի բաները աշխարհի սկզբունքները ընտանեկան սկզբունքները իր տաստիարակությունը իր ծրագիրները ավելի սիրեց քան թե լույսը երբ որ այսօր կհամեմատես քո կյանքը դու կտեսնես ինչ ավելի կսիրես եթե Հիսուս ավելի կսիրես պիտի երևնա բայց եթե քո զավակը ավելի կսիրես ատալ գերևնա քո թրամը ավելի կսիրես քո հանգիստը քո եսը քո ծրագիրները եթե ավելի կսիրես ատալ գերևնա Տատաբարդությունը այդ է որ լույսը եկավ այս աշխարհ առաջին գլխում մեջ կարդացինք այս բոլորի մասին գհրավիրեմ ձեզ գնաք եւ YouTube-ի վրա տեսնեք լույսը եկավ այս աշխարհ բայց մարդիկ ավելի նախընտրեցին խավարը քան թե լույսը եւ այդ մարդկանց տատաբարդություն կա տատաբարդությունը է հավիտենական կյանք առանց Աստծո թակավորության մեջ ըլլալու հավիտենական կյանք դարբեր թակավորության մեջ դժոխքի թակավորության մեջ Աստծո թակավորութենեն հերու հավիտենական կյանք այդտեղ տատաբարդված ես հոն երթալու հստակ են խոսքերը չգլորցնենք չքեղեցկացնենք լուրջ խոսք է խավարեն ավելի լույսեն ավելի խավարը ընդունեցին եւ այս իրենց համար տատաբարդություն է քանզի իրենց կորձերը չար էին ինչ չար ինչը սել է չար որ կորձերը չար են այն կորձերը որ Աստծո լավ լսեցեք այն կորձերը որ գնես կամ գմտածես կամ գխոսիս որ Աստծո սկզբունքին համաձայն չեն այն կորձերը չար են եւ չարը խավարի կորձ է եւ խավարը տատաբարդված է որքան սուր պետք է ըլլանք սիրելիներ մեր մտածելակերպը մեր խոսածները մեր կորձածները մեր ընդրությունները մեր որոշումները Աստծո սկզբունքին համաձայն են կամ չեն Աստծո խոսքին համաձայն են կամ չեն եթե չեն չար կորձ է դու չար ես չար կորձի մեջ ես Գուզեմ հստակացնել ես քո մեջ մենք մեզ չխափենք նորեն գսեմ այսօրվա ինչ որ ես կտեսնեմ
եկեղեցիների մեջի տևային աշխատանքը, որ մարդկանց ցույց տան, որ ամեն ինչ լավ է, որ իրենք լավ հավատացյալներ են։ Անշուշտ թիմացինին սխալները տեսնելով, իրենք իրենցին չեն տեսնել, թիմացինինը այս ընթացքը գա այսօր, որ մարդիկ այդ ուղղության մեջ են, եկեղեցիներու մեջ։ Բայց այստեղ Հիսուս կսե, եթե դու քո կորձը Աստծո խոսքի համապատասխան չէ, դու չար կորձի մեջ ես։ Եթե չար կորձի մեջ ես, խավարի մեջ ես։ Եթե խավարի մեջ ես, դու արդեն դադարեցված ես։ Կորձերդ կնե։ Բացի ամեն ով որ չարը կորձե, նայեցեք ինչ լավ խոսքեր այս։ Բացի ամեն ով որ չարը կորձե, անիգա լույսը գադե։ Եվ լույսին քով չի կար, որպես իր կորձերը չհանդիմանվին։ Ահա պրոբլեմը։ Հերու մնանք եկեղեցի են, հերու մնանք հովիվ են, հերու մնանք արտար խոսող մարդոց մե։ Ինչու, քանի որ եթե մենք պիտի խոսենք այդ մարդկանց հետ, այդ մարդիկը մեզի մեր սխալները պիտի ասեն։ Քանի որ մենք չարած ենք, մենք Աստծո խոսքին համաձայն չենք, մենք գիտենք որ այդպես չենք ուզեր հանդիպիլ, որբեսի չհանդիմանվինք, որբեսի չսվի։ Պողոս առաքյալ չսավ բարաբի Թիմոթեոսին, Թիմոթեոս, բոլոր եկեղեցին առջև հանդիմանե սխալ ընողը։ Եվ այս մենք պետք է որ այսպես ըլլա։ Հանդիմանվի ճշմարտությունը չնողը։ Ասել չէ որ հանդիմանողը ինքը լավն է, բայց ճշմարտությունը պետք է ճշտվի։ Եվ շատեր այսօր եկեղեցիներ կփոխեն, խմբակներ կփոխեն, որովհետեւ իրենց ներողություն պիտեն, իրենց աղդոդությունը մեջտեղ չելեսելով ուրիշ տեղ երթան։ Դարձելով որ այդտեղ պիտի խափանվի, բայց Աստված, լույսի Աստված է, այդտեղ ալ խնդիրը մեջտեղ բիդել է։ Խնդիրը միջև որ քո ներսեն չշտկես, սիրելի քույր եղբայր, լավ լսեք, չար կորձ ընողը լույսին քով չի կար, քանի որ գվախնա որ գհանդիմանվի։ Ուրեմն ծրագիրներ, քաղաքականություն կմշակվի այսօր, որբեսի սխալները փակվին, որբեսի չսվի, որբեսի ինչպես ասեմ, ճշմարտությունը զարդարվի գեղեցիկ բաներով, բայց Հիսուս կսե այստեղ չէ, այն բանը որ իմ սկզբունքիս մեջ չգա, պետք է որ խոստովանվի, պետք է որ Երևան կա, պետք է որ Երևնա, որբեսի այո զղջվի եւ այդտեղը զղջումը լա, ապաշխարությունը լա եւ դերը ներում դա։ Մեկադար կգարտամ, ամեն ով որ չարը կկործե, անիգալ լույսը գադե եւ լույսին քով չի կար, որբեսի իր կործերը չհանդիմանվին։ Մինչև այնադեն որ սիրելի քույր եղբայր լավ լսենք, մինչև այնադեն որ մենք չենք ուզեր հանդիմանվիլ, չենք ուզեր զղջալ, չենք ուզեր վերանայիլ մեր անձերը, մինչև այնադեն որ չենք ուզեր քննել մեր անձերը, մենք լույսը գադենք։ Լույսը ով էր առաջին գլխուն մեջ։ Ով էր լույսը։ Հիսուսն էր։ Գտեսնեք Հիսուս ինչ կսե։ Եթե դու խոստովանության, զղջումի, հանդիմանությունը գադես, դու Հիսուսին գադես։ Ինչ լուրջ այս թեման։ Ոչ մեկերնից չենք սիրել հանդիմանություն, ոչ ներողություն խնդրել, ոչ ալ զղջալ։ Մարդ արարածս մենք կսիրենք իրավունք ունենալ միշտ։ Բայց Հիսուս կսե այստեղ, եթե մեկը հանդիմանությունը չի սիրեր, գադե լույսը։ Ուրեմն դու քեզ լավ նայիր, սիրելի քույր եղբայր, չլա թե դադարդվիս։ Դու պետք է սիրես զղջումը, դու պետք է սիրես հանդիմանությունը, դու պետք է սիրես լույսը, դու պետք է սիրես ամեն ինչ լույսի մեջ լա, դու պետք է սիրես ոչ թե բահված բաներ, այլ երևցած բաները։ Դու պետք է սիրես։ Եթե Հիսուսը գսիրենք, Հիսուսի սկզբունքը Աստված գսե լույս է, Հիսուս լույս է, նրա մեջ գսե ոչ մեկ շուք չկա։ Կհասկնաք ուր գերտ այստեղ եւ Նիկոդեմոս որ եկավ Հիսուսի քիշերով, Հիսուս իրեն լույսի մասին կխոսի։ Եվ Նիկոդեմոսին գտնե իր
որոշման առաջ դու հիմա պատրաստ ես բոլորին արջև հասկանալու կամ ըսելու կամ վգայելու թե ես եմ Աստծո միածինը, որ երկինքեն իջա, միևնույն են երկինքն եմ։ Ես եմ, որ երկնային բաները պիտի ցույց տամ։ Իմ մասին գրված է ամբողջ մարգարեության մեջ։ Դու գրնաս հիմա լույսի զավակլալ։ Դու գրնաս հիմա լույսի մեջ հայտարարել։ Սուրբ Գիրքը մեզ գսե եկեղեցի մասին հայտարարե եւ ըսե ամեն ճշմարտությունը։ Եվ եթե մեկը սխալած է, բոլորին արջև հանդիմանե։ Բայց այսօր շատեր կվախնան այդ բանը անելու։ Եվ այստեղ ցեզ ասեմ, եթե մենք նորեն կգարտամ, եթե մենք լույսին կով չենք կար, մենք լույսը գադենք, մենք խավարի որդիներու կորձեր գնենք։ Անորամար վերստին ծնված մարդը Քրիստոսի ավետարանի, Քրիստոսի թագավորության իր սկզբունքներուն մեջ կքայլե։ Եվ ամեն օր ջրով եւ Սուրբ Հոգիով լեցված, մաքրված կքննե ինքը իրեն ասելով ես արդյոք ինչ իմ իրավիճակս որչափ Քրիստոսի թագավորության մասնիկ է։ Արդյոք կա մի բան, որ պետք է փոխեմ, պետք է փոխվիմ, պետք է շտկեմ, քանի որ այս ընթացքը Քրիստոսի թագավորության սկզբունքին բեշ չէ, այլ իմ գարձածներս են, իմ դաստիարակությունս է։ Ուրեմն եկուր լույսիկով, ինչպես կսե, լույսիկով, լուսավորվիս, խավարը թող դառնա լույս, ապաշխարությունով, զղջումով, եւ ասել դեր մաքրե Սուրբ Հոգիով, որբեսի ես լույսի զավակը լամ, եւ լույսի զավակների պես քայլեմ։ Համար 21 եւ կվերջացնենք, բայց անոր ճշմարտությունը կկործատրե լույսին կով գուկա, որբեսի հայտնի ըլլան, թե իր կործերը աստուծմով կործվեցան։ Հայտնի ըլլա, երևնա, որ իր կործերը աստուծմով եղավ։ Քանի անգամները երբեմն մեկը մեկումը բաներ մը գբատնե, եւ որ գսես այս քո բատմածդ բոլորին առաջ ասե, մարդը գսե չէ, չեմ ուզեր ասել։ Ինչու՞։ Քանի որ չուզեր իր խարտախ կործը երևնա։ Բայց եթե ինքը արդարություն հրացեր, եթե իր խոսքը ճշմարիտ էր, եթե իր գրված այստեղ, եթե ճշմարտությունը կործատրած էր, բոլորին արջև առանց վախի կհրճագեր։ Կհասկնաք, երբ որ քախնի կբահես, եւ գսես մի ասա, մի արա, մի ասեր մեգումը չգիտնան եւ այլն, ասել որ մի սխալ բան ունիս, որ գուզես բահել։ Բայց եթե դու արդար ես կորածդ, գսես բոլորին ասա։ Թող բոլորը իմանան։ Սիրելի քույր եղբայրներ, Հիսուս մեզ ինչեր գսորվեցնե հոս։ Իր թագավորության սկզբունքները ժողովուրդ։ Հիսուսի սկզբունքները սորվեցեք։ Քրիստոսի թագավորության հիմքը սորվեցեք։ Ինքն է թագավորը, մենք ենք հետևորդը։ Եթե այն թագավորության մեջն ենք իրական, մենք պիտի կատարենք այդ թագավորության օրենքները, պիտի կործատրենք ինչպես մարգարեացավ Եզեկիելը եւ կատարվեցավ Հիսուս Քրիստոսով։ Եվ եթե դու իսկապես վերստին ծնված ես, պիտի երևնա։ Պիտի երևնա, քո կործերդ Երևան պիտի կան եւ դու պիտի հրճագես, քանի որ դու գիտես որ քո օրածը չդագե։ Նույնիսկ եթե սխալ է, եկուր եւ հրճագե զղջումդ սխալ կործին մեջ, անոր մեջնալ դերը քեզ պիտի օրտնե։ Ուր որ լույս կա, այդտեղ օրտնություն կա։ Եվ փառքը գդրվի մեր Տիրոջը։ Ավասիկ Նիկոդեմոսի եւ Հիսուսի հանդիպման մեծ թասերը, որ այսօր գրցանք քաղել։ Դերը շատ բաներ գրնային գսել, դերը մեզ օգնե, ինչպես միշտ պիտի առաջարկեմ քեզ այս 21 համարը մեյ մնալ գարտաս, այս ուղիետերը որ կգանքնեցնենք քիչ հետո, մեյ մնալ գարտա, որպես այս բոլոր բաները քո մտքիդ մեջ դեղարնեն եւ աղոթեցելով Սուրբ Հոգի խնդրեմ ինձ վերստին ծնունդի ջամփու մեջ տար, ով հայր ողորմությունները ինձ տար ամեն օր այդ երկնային թագավորության ջամփուն մեջ։ Եվ գադարեմ ինչպես որ դու գուզես, օգնե որ քո ուզածիդ պես ըլլամ այս աշխարհի մեջ։ Այս է քրիստոնյալը, եկեղեցի երթալ չէ, շատերը մոմ գվարեն, շատերը սուպկիր կգարտան, շատերը բաներ մգսեն, ադիկա չէ քրիստոնյալը։
քրիստոնյալը Սուրբ ոգիով վերստին ծնված, ինչպես Հիսուս կսե, միջև այն ադեն, որ Սուրբ ոգին չկա, դու չես կրնար ազոտակավորությունը մտնել։ Ուրեմն Սուրբ ոգիով վերստին ծնված, չրով մաքրված ամեն օր քայլել Տիրոջ օրհնությունների մեջ, իր խոսքին համաձայն եւ իր փառքը պատմելով աշխարհի 4 կողմը, մինչև ինք վերադառնա։ Փառք, բադիվ, օրհնություն, իր փառքը թողնա միշտ մեր առաջեն կալե մենք ալ իր յետևեն։ Հալելույա։ Ես քեզ եմ խնդրում դեր։ Այս երգը լսենք եւ վերակտնենք իրան։ Ես խնդրում լույսը քո թող բացվի իմ սրտում քեզ գտնեմ քեզ ամոր փառվեմ որ քեզ սիրեմ չմոռանամ որ անհուն ես անսահման որ կանչը իմ լսում ես ու մտնում տեսնել սովորեցրու ես սերը քո չեմ ուրանա քոնե միայն ու քեզ համար քո ձայն եմ ուզում ես լսել հոգուս մեջ դու ես միայն ապերում ինձ համար կանես ամեն ինչ քո սերն է գերում ինձ Սենեսի քեզ բարձած ձեռքերից իմ եկվերցրու դու սիրտը իմ թեև հող է բայց ես միշտ քեզ մոտ կգամ ամեն օր քեզ փառքը տամ թող իմանամ որ սենեսի իմ ավիտյան ես սերը քո չեմ ուրանա քոնե միայն ու քեզ համար քո ձայն եմ ուզում ես լսել հոգուս մեջ դու ես միայն ամպերում ինձ համար կանես ամեն ինչ քո սերն է գերում ինձ անվերջ ես սերը քո չեմ ուրանա քոնե միայն ու քեզ համար քո ձայն եմ ուզում ես լսել հոգուս մեջ դու ես միայն ամպերում ինձ համար կանես ամեն ինչ քո սերն է գերում ինձ անվերջ Հալելույա, օրհնյալը լա մեր դերը։ Գուզենք հիշել այսօր սիրելի քույր եղբայրներ, մեր հայ ժողովուրդը, որ միջին արևելքի մեջ են, գիտեք Լիբանանը, Բարսկաստանը, այսօր վտանգի մեջ են, Երուսաղեմի մեր հայերը, դերը իսկապես պահե պաշտպանե եւ այս պատերազմի մեջ են, ապաշխարություններ ելնեն, մենք լուրեր գլսենք, որ իսլամական երկրներու մեջ շատեր Քրիստոսը գտնունին եւ թող այս
վատ ցավալի օրերու մեջ թող Տերը հայտնվի զինք բնդրողները շատնան եւ իր քալուստեն առաջ պատրաստե իր եկեղեցին։ Հիսուսի անունով գաղութենք դու բահես պաշտպանես քո ժողովուրդը Տեր աշխարհի 4 կողմը գաղութենք նաեւ ով Տեր այս մեր ու եթե լսողները դու բահես պաշտպանես զորացնես ինգազները զորացնես դգարները հիվանդները բժշկես մեգուսացողները կանչես թեպի քո դունը որովհետեւ քո եկեղեցին քո հավաքույթը քո ժողովուրդը քո թակավորության մեջ քայլելով քեզ բադիվ բերեն Տեր որտե մեր այս ուղի եթեր ծառայությունը քու գամքիդ համացայինը լա Փառքը եւ բադիվը միայն քեզ հալելույա ամեն ամեն եւ ամեն Դեր օրտնեսիրել քուրի եղբայրներ մենք շամարճուն գուտանք կալ չորեքշաբթի դերը գամի նույն ժամուն նույն ալիքին վրա ցեդեսություն